Երանի տալով մեկի հմտությանն ու մյուսի խելքին չեմ ձգտում ձգտելու դեպի այս ձևերը եւ ինչու ծեր արծիվը տարածի թևերը եւ ինչու ողբալ հասարակ իշխանության ուժը կորուսյալ Թոմաս Սթերնս Էլիոթ Հայկական թարգման իսկ թարգմանությունը ով արել Սամվել Մկրտչյան դզոց Ես հարփին ասում եք հայն դու չկայր որ այս թեման ինձ գժվցրել է որովհետեւ ես իրան առաջարկել եմ մինչեւ քո գալը Վախտին ես ասել եմ որ ես չեմ հասկանում ինքնիշխանությունը ինչ է ու չեմ ոնց որ տենց էլի ու երբ որ սկսեցի մի քիչ կարդալ ես հասկացա որ դա մենակ իմ մոտ չի խնդիր ու ինչքան գնում էի սս rabbit hole-երի բաբար էլի արդեն սս եսի բուր էի հասա այդ ամենի մեջ ես արդեն podcast եմ լսում որ արդեն ոչ մի կապ չունի դրա հետ արդեն սս բան շմիդի բան լիբերալիզմի քրիտիկան է Վիկիպեդիայում կենգուրուների մասին շարունակում Սս ստացվում է արդեն դեպրեսիվ մարդ եմ դառել Եկամ սենց ասեմ իմ մոտ էլ նույնն է ես երբ որ երրորդ երևի երկրորդ կուրսում դա չոր քաղ տեսությունների պատմություն կամ ինչ-որ տենց փիլիսոփայության պատմություն այս թեման չի հասկանում էլի ու մինչև երկար ժամանակ տենց ինձ հիմա կարող է ինձ թվում հասկանում եմ իրական չեմ հասկանում բայց ինձ թվում է իմ համար գոնե ամենալավ հասկանալու ձևը դի պատմության կոնտեքստով հասկանալն է Ես հենց այդ եմ ուզում որտեվ ես մի հատ միտք ունեմ որ ես կանամ այդ միտքը շարադեմ պետք է ասես պատմությունից գանք աս չենք ասել չէ Դե ներքևը գրած է միտը Դե քանի որ մենք սովորաբար կարող ենք շեղվենք թեմայից մի հատ նախորդ չասեք մարդս կարող ուրիշ բանից խոսանք Իսկ սկզբանե ընտրված է ինքնիշխանությունը եթե վերջում նապաստակներից խոսանք կենգուրուներից ժամը 4 Կարոջի ինձ շատ կարևոր է որ մենք սկսենք հենց Բոդենից որ ինքը ասում է բանը կոնկրետ իր մի հատ թեզն է կարող որտեվ ինքը ավելի շատ տենց հենց իշխանի ինքնիշխանությունը ծեր խոսում, որտեղ այդ ժամանակ բավականին բաժանված էր ընդ պապներ ընդեից հավակնում իշխանության էլի ոչ խառը վիճակ էր ու պետք էր ասել ու այդ մի թեզը շատ կարևոր է, որ ինքը ասում է, որ դա ինքնիշխանությունը իշխանի մասին է, իշխանության մասին է ու մենակ մի հոգի կարա մի հատ կարա լինի իշխան, չի կարա երկու հատ լինի, թե չէ այդ by definition արդեն իշխան չի, ինքնիշխանություն չի կարա ունենա Ոնց որ այդ մասը Ոստեղ մի քիչ բան է ես անցյալին ոնց որ ասեցի ասում ոնց որ տերմինը սուվերենությունն է որը իրական գերագույն բարձր իշխանությունն է Սուվերեն բարձր supreme ինչ որ տենց էլի երբ որ մենք դա դարձնում ենք բան ինքնիշխանություն մի քիչ տեղել է իմաստային մեր համար կորում էլի որ ասում ենք երկու հատ չի կարա ինքնիշխանություն լինի մի քիչ բան չի բայց որ ասես երկու հատ բարձրացած իշխանություն չի կարա լինի տեղ արդեն միանգամից մի քիչ դրամաբանություն էլի ես ոնց որ իմ կենցաղային ընկալմամբ որ ես աչից ձախից լսում եմ ինքնիշխանությունը իմ համար մոտավորապես անկախություն է նշանակում անկախ գործելու իրավունք ինչը մաքսիմալ մի քիչ նման է ոնց որ եթե դու խոսում ես արդեն ազգային ինքնիշխանությունից պետական ինքնիշխանությունից ինչ որ կապ կա ինչ որ Venn դիագրամի մեջ հատում հաստատ կա դրա մեջ բայց սոժը ինքը իշխանության մասին է ու իշխանության ոնց որ կենտրոնացման մասին է Իսկ թվում է այդ անկախության ու ինքնիշխանության տարբերությունը լավագույնս կարելի է պատկերացնել այդ միջազգային վերպետական կառույցներին անդամակցել չանդամակցելու մասով, որովհետև անդամակցելու դեպքում ինքնիշխանության ինչ-որ տարեր զիջում ես, օրինակ ընդհանուր որոշումներ կայացնելու մասով, իսկ եթե չես անդամակցում ու բացարձակ անկախ ես արտաքին աշխարհից։ Հա, բայց էլի ոնց որ քո ինքնիշխանության միջոցով ես ընտրում անդամակցել չանդամակցել էլի այսինքն այդ եթե ինչ-որ բան զիջում ես նաև հետո այդ դուրս գալու հնարավորությունն էլ ունես այդ այսինքն զիջելու բանը էլի Եթե իհարկե ունես այդ հնարավորությունը որովհետև դե որոշ դեպքերում տարբեր կողմերի ճնշումների գործադրման պարագայում ոնց որ դու դժվար ես այդ որոշմանը հանգում կամ իդեալական աշխարհում հա կարող է պրոստը ձեռքը չտա բայց էլի գտնում ենք որ Եթե ճնշումները բան են էլի ինչ որտեղ կարան ավարտվեն եթե իրականում գտնում են որ այդպես ձեռք է տալի հա Ոչ ու մենք հետո գալիս ենք Շմիդտի մոտ երևի մի քիչ թռիչ կանենք մի 300 տարի թռնենք զարգացումները որտեղ դա առաջինը вообще ես իրա մասին կուրսի չէի
ու այդ իր լիբերալիզմի քրիտիկան շատ հետաքրքիր է կարդալ։ Ես բանը երբ էր ինչ որ մի բայթեմ առաջի ոդկասթի իմ որ կա այստեղ հենց Շմիդտին հիշում եմ որ ասում եմ բանը մի անգամ էլ ասի փաստական սխալներ եմ անում մեկու մեջ այդ ոդկասթի ժամանակ ասել է որ նացիստական կուսակցության անդամ չի եղել հետո չեքի արա եղել է հա այդ էլ էր մի քիչ անդուր որ ես կարդում եմ ու ջոգում եմ ոնց է իր մտքերը բերում նրան, որ իր պարագայում ֆաշիզմը բավականին տրամաբանական ոնց էր բաներ էլի ընտրություններ, ասած դու չես ուզում քեզ դուր գա իր տրամաբանությունը, բայց ինքը լավ է տրամաբանում էլի, իր լիբերալիզմի քրիտիկան բավականին ուժեղ է ինձ թվում է ու ուժեղ կողմերից է գալի, կամ ես պատրաստված չեմ բավականաչափ, որ հեշտ տենամ որտեղ է իր մոտ bullshit-ը էլի, ընդ մեծ մասը այդ խնդիրը է, երբ որ դու փիլիսոփաներին կարդում ես, դու պետք է միանգամից իր քրիտիկաները կարդաս, որովհետև դու կարող ես չձգես, հասկանաս, շուտի խելացի մարդիկ են, էլի, չես կարա տակից դուրս գաս։ Ընդհանրապես ինքնիշխանությունը տարածքի վրա իշխելու մասին է երևի բոլոր ժամանակներում, մենակ ձևաչափերն են։ Իր մոտ շատ հետաքրքիր ձևակերպում էր, որ ինքնիշխանությունը գալիս է բացառություն հաստատելու, ճիշտ եմ ասում, բացառություն հաստատելու ոնց որ իրավունքից։ Եթե դու կարաս ասես, որ բոլորը պետքա այսինչ ձև պաշտպանված լինեն, բայց այս սրանք մերոնցից մեկը չեն, եթե դու այդ իրավունքը ունես, դու ունես ինքնիշխանություն, որ դու կարաս ինչ-որ մեկին դուրս թողես ու իր դեմ ինչ-որ բան կիրառես։ Ու ինքը կգրաս ասում էր, որ այդ անխուսափելի անդադ լինելու է, որ ոնց որ լիբերալ համակարգում մենք ապրում ենք այնքան տենց լիբերալ ու ազատ ու տենց լավ իրավիճակում, քանի ինչ որ ֆորս մաժոր չի լինում, իսկ ցանկացած ֆորս մաժորի ժամանակ լիբերալիզմը մենք առաջինը դուրս ենք նետում։ Այստեղ երկու բան էի ուզում ասեի Շմիդտի մասով։ Մեկը որ բան այդ քսենոֆոբիայի ոդկասթի ժամանակ որ ասում եք, հա թշնամի եւ բան ընկեր այդ կոնցեպտն է, էլի Շմիդտը ասում, որ քաղաքականությունը ըստ էության այդ երկուսի սահմանումն է, ու բարիքների, արժեքների բաշխում է այդ երկուսի միջև։ Ու շատ լավ adekvat հայացք է մեկու մեջ տալիս, երբ որ մենք շատ ենք իդեալիզացնում էլի ամեն ինչ։ Ինչ վերաբերվում է այդ արտակարգ իրավիճակին, ինքը ոնց որ ասում է նաև այդ ինքնիշխանությունը ընդեղ է, ով որ նաև սահմանում է այդ ինչ արտակարգ իրավիճակը։ Որտեղ դու կարաս հորին ես։ Այսինքն ինքը որ ասում է սահմանադրական նորմերի մեջ կարա լինի, որ այս դեպքերում արտակարգ իրավիճակում ինչա լինում, ասում է դա չի արտակարգ իրավիճակը, այլ այն ինչ որ ինքը կարա սահմանի, որ ասում է իմ այդ լավ օրինակ կա, ինքը պետությունների մասին չի, բայց այս վերջերս եղավ ու իմ մոտ ցած միանգամից կապվեց, չգիտեմ, աշխարհի խաղերի ժամանակ, ովքեր նայել են կամ հետևել են, բան եղավ, Ամերիկա, Կանադա, Մեքսիկա էր անցկացվում։ Այդ դեպքը դաժե ես գիտեմ, հա։ Ամերիկայի խաղացողներից մեկը կարմիր քարտ ստացավ, ու արդար կարմիր քարտ էր, ինքը պետք է հաջորդ խաղը բաց թողներ։ Հաջորդ խաղը բոլոր կանոններով պետք է բաց թողներ, մինչև, չգիտեմ, ըստ բաների Թրամփը զանգեց FIFA-ի նախագահին ու կարմիր քարտը cancel արնում։ Իրականում ինչքան կարդացել եմ այնտեղ ինչ որ հայեցողական կետին հղում անելով, ոչ թե cancel են արել մի տարի հետա ձգել են, այսինքն մի տարի հետ ինչ որ խաղ չի խաղալ։ Բայց այդ նախադեպ բան է ամեն դեպքում։ Հա, բայց դες այդտեղ ոնց որ ինչ որ նորմեր կա, որին կարճել են։ FIFA-ի իշխանությունը դրվեց կասկածի տակ։ Չէ, դա տեղ է, այսինքն FIFA-ի նախագահը, եթե FIFA-ի այդ բանով, այսինքն այնտեղ է ինքն է սա ինչ որ ձև սահմանել է, որ դա տես բացառություն է ու այստեղ կարանք ամբողջ համակարգը ասենք չեկենք, ասենք շրջանցենք։ Կարանք ասենք որ համ Թրամփն է իր ինքնիշխանությունը օգտագործել, համ FIFA-ի ղեկավարը։ Ու այստեղ հա պետք է հասկանալ Թրամփը ճնշել է, թե չկարողի չի ճնշել, պայմանավորվել են լավություն արել։ Ինքը Զանգելարյան ասել է Դայ դու всего лишь FIFA-ի նախագահ ես, տեսել ես Վենեսուելայի նախագահի հետ ինչ եղավ։ Ինչ թվում է։ Հեսա գգանք կտարենք քեզ։ Եթե շատ խնդալու բանով ասեն, կարող մտածել է FIFA-ն երկիր է, ասել է մենք ձեր սանկցիաներ կկիրառենք, բան տարիֆներ կդնենք։ Իրացնեցի գիժա, լավ իդ կարի քարտի եղած։ Խաղաց, հա։ Խաղաց ու մեկը գրվան։ Ես դեռ ֆուտբոլ չեմ, բայց դա ինձ հասավ էր, ես հասկանում։ Ամերիկացի էր։ Չէ։ Մի տեսակ կասկածելի է թե ինչ մոտիվացիայով է այդտեղ։ Չէ, եթե շեղվենք դրանից մի վարքյան մեր թեմայից, կայֆ կինո կա Get Out, հենց դրա մասին ոնց է փոխվել ռասիզմի իրավիճակը, երբ որ դու սկսում ես
glorify անես ձևերին ինչ որ կոնկրետ տեկետում որ այս սպորտում իրանք շատ լավն են ոնց որ իրանք հանդեպ sense ընդգծված լավ վերաբերմունք է եթե մենք խոսում ենք ռեփից սպորտից բան բայց մենակ այդ բնակավարներում են հա ոչ ու հետո բանա էլի մյուս քայլը որ ինձ պետքա որ մենք գալիս ենք արդեն ազգերի ինքնիշխանությունից ու պետության ինքնիշխանությունից արդեն ռուսոյի ժամանակներն են եթե չեմ սխալվում երևի սկսում են ընդդից ու ստեղ մենք լրիվ կորցնում ենք ինչ որ աստեղից է էլի սա քաոսը սկսում որտեվ եթե դրանից առաջ մենք խոսում էինք կոնկրետ սուվերենից կոնկրետ իշխանից ինձ թվում է պետքա բան անել ես իմ ընկալման պես բան կա այդ bias-ը կամ սխալմունքը մտածողության շատ կա երբ որ մենք տարբեր մարդկանց ովքեր տարբեր բաներ նույն բանը տարբեր ձև են մեկնաբանում փորձում ենք ասենք մենք իրարը չի բռնում որտեվ հա այսինքն իրենք տարբեր բաների մասին են խոսում էլի իրականում то есть նույն բանի մասին տարբեր ձև օրինակ մարդիկ կան ես խոսակցության մեջ կարող ասեմ դե պետությունը սենց շո լիբերալ բան են ասում մեկ ինչ որ մարքսիստականով բան ու ասում են էսի բայց չի աշխատում ասում ես հա որտեվ դա ուրիշ մեկնաբանություն է էլի ինքը մի տրամաբանություն հիմա ռուսոնը այսինքն ինքը չի կարող նստի այդ մնացածի մեջ էլի ինչ որ իմաստով հա լավ մեկնաբանություն է ես ավելի շատ նկատի ունեի որ անկալումը սուվերենիտետի այդ ժամանակվանից սկսում է փոխվել ու օրինակ ես միջև վերջես նույնիսկ չգիտեի որ չնայած սուվերեն բառը ես գիտեի բայց չէի մտածում որ սուվերենիտետը հենց կոնկրետ իշխանության կուտակման մասին է այսինքն կոմոդ ընկալումը փոխվում է որովհետև ռուսոյից սկսած այսինքն ռուսոն մեկնաբանում է ես այդ ընկալման մեջ էի հա նախորդ ընկալման մեջ էր որ մեկ անձի է պատկանում իշխան որ ժողովրդին է պատկանում հա դե ինքը էլի երկու ձև է կարաս բան անես այսինքն ժողովրդին է պատկանում բայց ով ոնց որ դելեգացնում է այստեղ է մոտ առաջ այստեղ իմ հարցն առաջանում նայ ասում են որ դե հանրապետության շրջաններում ինքնիշխանությունը ժողովրդին է պատկանում այս խիա կարևոր էլի օրինակ որովհետև չգիտեմ մեր մոտ թագավորություն է հա մեր սուվերենը թագավորն է ու սուվերենիտետը կոտակված է իր ձեռը ինքը ունի սուվերենիտետ հետո իրան թունավորում են ու երկու օր չգիտենք ով է մյուսը լինելու որտեղ է սուվերենիտետը ինքը չի կարող չքվի չէ ինքը ինչ որտեղ պետք է լինի դրա համար սկսեցին օրինակ ասել որ թագն է սուվերենիտետը ու եթե նույնիսկ թագավորը չկա sense թագի ինստիտուտ կա հա մեր մոտ այդ երևի նույն դերը սահմանադրությունն է գրում որ սահմանադրությունը ինքն է ու դա էլ է շատ հետաքրքիր դեր կա ասենք դա ժողովուրդն է այդ հավաքական ժողովուրդը սահմանադիրը այդ դեպքում շատ վախենալու միտք եթե մենք համաձայնենք որ Բոդենը ասում էր որ իշխանը չի կարող միատ լինի ու մենք ապրում ենք բևեռացված ժողովրդի պայմաններում որտեղ ոչ մեկ չի կարող համաձայնի ոչ մի պարագայում որտեղ է սուվերենիտետը եթե չի կարող լինի սուվերենիտետ եթե մենք բաժանված ենք ու մենք բաժանված ենք ու սուվերենիտետը ժողովրդի մոտ է ինձ թվում է ինքը ավելի շատ նկատի ուներ տարածաշրջանների իմաստով չէ ինքը կոնկրետ նկատի ուներ որ չի կարող մի քանի կետից գա սուվերենիտետը հա բայց պետք չի Բոդենի ասենք 16-րդ դարի մտքերը որը ուղղված էին պրոստը իշխանության այսինքն բացարձականացում այդ աբսոլյուտիզմը Ֆրանսիայում արդարացնելու բերելու հիմնավորելու բերել հանրապետական տրադիցիայի մեջ ասել տես չի աշխատում բայց նա սիրուն է ոնց որ միտքը է դա այլ բան ասում փորձում է աբսոլյուտիզմի բանը տրամաբանության փորձել հանրապետական տրադիցիա բայց ոնց որ ոչ մի կետում այդ աբսոլյուտիզմը այնտենց կասկածի տակ չի դրվում ոնց որ իսկականից եթե դու ունես երկու իշխան չէ ընդհանրապես այդ ոնց որ փիլիսոփայության քաղաքական մեջ էլի եմ ասում իմ համար էս ամեն ինչը եթե պատմությունի կոնտեքստից անում ենք ինչ որ անհասկանալի բան է ինչ որ երկար որ ես տենց հավեսով սկսում ես միջնադարի պատմություն ուսումնասիրել որ ամենաբարդ ու անհասկանալին է գոնե իմ համար ու իմ մոտ միշտ տպավորություն է հետ նայելով որ դպրոցում ես նորմալ չեն սովորացրել որտեվ ոնց է տենց ինչ որ դինաստիաները կան արքայական բան ամեն ինչ նորմալ է գալիս է միջնադար երբ որ չկա ու դու չես հասկանում ինչ է կատարվում էլի ոնց որ քեզ այդ պրիզման տվել են պրիզման փոխվել է բայց ասում են այն հին ակնոցով պետք է դու այս նոր բանը նայես հասկանաս բայց նորը ուրիշ է նորը ուրիշ ձև պետք է ընկալել բայց ինքն էլ բարդ է դրա համար տենց հեշտացնում են այսինքն ինքը խառը ինչ որ
կրոնական իշխանության, որտեղ երկու իշխանություն է, կամ կրոնի մի հատը կրոնի իշխանությունն է, մյուսը այսպես ասած աշխարհիկ իշխանությունն է, քաղաքական իշխանությունն է։ Դրա համար ասում, օրինակ բան կար շատ երկար տարիներ, այտենց վեճ կար, որն առաջնային, չգիտեմ, բան այտենց հիմնավորում կար, բան կեղծված փաստաթղթեր, օրինակ, որ 4 դարում Կոստանդինոս մեծը բանը ժառանգել տենց հողեր եւ այլն եւ իրավունք էր տվել բանին Հռոմի պապին բանա Կոստանդինոսի ինձա փաստաթղթով հետո պարզվել է որ մի 400 տարի հետո այդ փաստաթղթը ֆրանկները կեղծել են ֆրանկ թագավորները որ то есть չէ ֆրանկ թագավորները չկնեք Հռոմի պապը в общем կեղծել է որ հոգեվոր իշխանությունը բանի հիմնավորի ֆրանկների ժամանակ եւ այլն բայց այդտեղ նաեւ բաներ կա շատ աստվածաբանական վեճեր կային էլի այսինքն այն ժամանակ առաջնայինը պես այդպեսի ոչ թե փիլիսոփայություններ աստվածաբանություններ ու այդ լեզվով էին խոսում այսինքն ինչ լինում էր փորձում էին աստվածաշնչի հիմքով հիմնավորեին էլի լոգիկայի չէ դե բարձր որ Բոդենի համար որը նաև բաներ վանական էր բարձր աստծո իշխանությունը հիմնականում բայց ինքը երբ խոսում էր սուվերենիտետի մասին ինքը խոսում էր հենց յուրիդическի առումով դե դա եմ ասում էլի այսինքն պետք է այդ բանավեճի ակունքները գնալ հասկանալ որտեղից է այդ երկու իշխանությունը ինչի է ասում ոնեք չգիտեմ կար այնտեղ բան ինչ որ միտք կար որ ասում է Քրիստոս բան պատմություն կա որ Քրիստոսը կներեք ասում է ես աստվածաշունչ չեմ կարդացել կարող ինչ որ շատ ազատ մեկնաբանում էլի ինչ որ ասում է որ երկու սուրա տալիս ասում եմ մեկը այս սուրով չգիտեմ այլ մի բան կանես այսերով այլ բան ու այդ մեկնաբանը որ սա հոգևոր իշխանությունն է եւ սա բանն է էլի քաղաքական աշխարհիկ իշխանությունն է ու երկար տարիներ մի կողմը հիմնավորում էր որ սա հավասարության մասին է երկիշխանության մասին է էլի այնտեղ ուրիշ խոսքեր ուրիշ ձև էին մեկնաբանում տենց երկար այսինքն փորձում էին լեգիտիմացնել այս կամ այն մոդելը էլի ու օրինակ այդ միտքը որ մի 500-600 տարի մի տարածքում այսինքն կար Հռոմի պապից կողմի նշանակված այդ եպիսկոպոսական ինչ որ ավատատերերը ֆեոդալները ովքեր այդ հողի վրա ինչ որ բան հարկեր էին վերցնում ինչ որ մասը ուղարկում էին Հռոմ եւ կային նաեւ իշխաններ ովքեր նաեւ ինչ որ տեղ իշխանությունը մի հատ տեղ էին հարկ հավաքում այդտեղ շատ խառը բան է բնակչությունը թե ումա իսկապես ընդունում որպես բան էլի բացարձակ իշխանություն երբ որ պատվիրակելու մասին էիք ասում չէ որ կարող է ժողովուրդը ոնց որ պատվիրակում է իր իշխանությունը բան անելուն օգտագործելուն հենց այդ շրջանում ընդհանրապես կապ չի ունեցել ժողովուրդը հենց ֆեոդալական շրջանում էլի որտեվ չի պատվիրակել այդ բնակչությունը արի ասենք թե տարածքի բնակչությունը այսինքն ինքը մենակ ինչ որ ենթակայի կոնկրետ տարածքի մասին էր խոսքը որ դու այս տարածքի հետ կարաս ինչ ուզում ես անես դաժե կարաս վերցնես 11-ին այդ տարածքը կամ ծախես այդ ակո կարոց մարդիկ որոնք ընդ ապրում են այդքան իրանց մասին չէր, որտեվ իրանցից չէր գալի իշխանությունը կենտրոնացած էր մենակ կառավարիչների շուրջ, որոնք էին կայացնում բոլոր որոշումները, անկախ նրանից դա ոնց կարար այդ տարածքի բնակչության վրա։ Ասում են, որ այսինքն այդ քաղաքացիության եւ հպատակության տարբերությունը կա, էլի, այսինքն ռուսոն եւ այլն, իրանք արդեն քաղաքացիության դեպի երբ ասում ես պայմանագիրը հավասարների միջև կարա լինի, չի կարա մի կողմը ավելի լավը կամ ավելի շատ իրավունք ունենա, պետք է հավասար լինեն իրար հետ, ինչ որ բանը պատասխանատվության ու իրավունքի մակարդակում։ Այստեղ հպատակ են, ովքեր տենց բան են, էլի, ոչ մի իրավական բան չունեն։ Բայց գիտես ինչն է հետաքրքիր ոնց է սենց հարյուրամյակներով այդ հասարակարգը այդ դրամաբանության մեջ է ապրում հետո մենակ պատերազմն է որ գալիս է ու սենց շրջադարձ է բերում այսինքն ինչ որ բացարձակ ողբերգություն է տեղի ունենում ու մարդիկ որոշում են ինձ թվում է ես այդ օրինակ բան է ինչի պատերազմն է 30-ամյա պատերազմն է ինձ թվում է ժանտակներ Չէ լուր բանը ինձ թվում է սովներ բանը ապոկալիպսիսի հեծյալներին ենք էլի Չէ իրականում ես բան ունեմ էլ ես խեմ դից համոզված որովհետև մենք անցած ոդքասթին խոսում էինք որ կար այդ ժամանակաշրջանը որ տենց միասնական Եվրոպայի որ տենց շատ քրիստոնյա էր ու պատերազմներ չկային ու սա լավ էր ու մարդիկ
երբ որ աշխարհը քոշուր լավն է, շատ հեշտ է այդ քրիստոնեական պոզիտիվ բան օպտիմիստական այդ փիլիսոփայության մեջ ապրել, բայց երբ որ ամեն երրորդ թում դու ճանաչում ես սկսում ա մեռնել ու ամեն ինչը քանդվում է, դու վստահություն ես կորցնում ու այդ հենց կոնկրետ այդ սախ հիերարխիան քանդվեց, ուստեղից արդեն չէր կարող շարունակվել նույն կարգը, էլի չէր կարող։ Չէ, ոնց է աշխարհակարգը մի անգամ փոխվում է Վեստֆալից հետո, չէ։ Չգիտեմ, պայմանավորվածությունների մակարդակը ինչի շատ ռեֆլեկտիվ, ռետրոսպեկտիվ հայացք, այսինքն մենք մեր կյանքը հեշտացնելու համար ենք 1648 այս բանա, այդ Վեստֆալյան համաձայնագիրը 30-ամյա մեծ Եվրոպայի պատերազմը 18-ից 48-ից դրա ավարտին ինչ որ ընդհանուր կոնցեպտի ինչ որ միտք է գալիս, որը նա արտացոլում է նախորդ մի 100 տարվա ինչ որ փաստաթղթեր, ասենց ասեմ, միջազգային հարաբերություններ սովորացնում քաղաքագիտություն էլ նաև ուսանողներին հարցնես, բան, այդպես պետությունը սկսվում է Վեստֆալյան բանով, այդպես ասում են, բայց թե դա ինչ է, 30-ամյա պատերազմը ինչ է, շատ չեն կարող ես գրեթե վստահեմ, որտեղ էլի բացատրում են մեր ընկալմամբ, թե դա ինչ է, էլի շատ դժվար է հասկանալ, որ այնտեղ ըստ էության կողմերը պետությունները չէին դաժե, էլի ինչ որ հողեր, որոնք հավատքի։ Ես հենց դրա համար եմ ասում, էլի, որ այդ 30-ամյա պատերազմից հետո իմ համար հետաքրքիր է, որ 100-ամյակներով այդ համակարգում ապրելուց հետո մարդիկ հենց 30-ամյա պատերազմից հետո են որոշում փոխել ինչ որ բանի պատճառը, չէ, այնպես չի որ այդ պատերազմն էր բանը։ Նա ինչ որ process-ներ են պատճառը, այսինքն ինչ որ կոնֆլիկտ է այնքան է, չէ, որ պատերազմով են լուծել։ Այսինքն կարանք ասենք ռեֆորմացիան է, Մարտին Լյութերն է, որ այդ կրոնի, այսինքն ասում են այդ եպիսկոպոսներն են, որոնք էլ շատ կարևոր է, էլի, ես շատ եմ մտածում ու որ Կարլո Գինզբուրգին հիշա, ինքը բանը microhistory հայրն է համարվում, միկրոպատմության, որ վերջերս մահացավ, Հայաստան էլ էր եկել, Աստված հոգին լուսավորի հրաշալու։ Իմ տենց հանդիպած ամեն բան եմ էլի մի ժամանոց 2 ժամից լեկցիա եմ լսել, ոնց բաներ էլի, ասենց սուպեր ինտելեկտուալ մարդ էր էլի, ինձ թվում որտեվ տենց իր ամենակ նեղ բանով չէր ամեն ինչից խոսում էր ու տենց չէր տրամաբանական փակվում էր ամեն ինչ էլի, ասենց զգում ես որ միտքը կա։ Մի խոսքով ինքը տես ներկայացնում է թե թվերին ով ոնց է մտածել, ինչ է մի հատ բանի հերետիկոս բանի Մելնիկը ոնց է հայերեն ջրաղաց բանի մասին է պատմում բան, ինչա կարդացել, ինչա հավատացել, որ վերջում որովհետև իրան կապս բան են արել, ինկվիզիցիայով դատապարտել են, այդ բոլորը արխիվներից անել էր, էլի, դատավարության process-ները եւ այլն։ Ու շատ կարեւոր է այդ, որ ասում եմ, միտքը, մտածողությունը լրիվ այլ է, որովհետև հիմա, որ ասում ենք Վեստֆալյան աշխարհը փոխվեց, նույն բան կա, եթե Հռոմի պատմության գնանք, էլի հանրապետական տրադիցիայից անցում է, չգիտեմ, կայսերականության, ու կա ասում են պրինցիպատի ժամանակաշրջան ու դոմինանտի պրինցիպատը, երբ որ հələ տենց ֆորմալ բաներ հանրապետություն էր, բայց արդեն հստակ այդ բանը կար, կայսերը կար, Օգոստոս Օկտավիանոսի սկսած ժամանակներն են, ասում ենք արդեն կայսերը, հետո դա Տիբերիոս եւ այլն, բոլորը տես կայսեր են, բայց եթե մենք ըստ էության շատ ենթադրություն է, էլի, գնանք հետ ու հարցնենք այդ հրնդեղի ժամանակ ապրող Տիբերիոսի, Ներոնի, արդյոք սա հանրապետություն չի, էլի, դուք էլ հանրապետությունում չեք, իրանք չեն ընկալի այդ ընկալումը չի լինի, ինչի որովհետև չեն գիտակցում, թե որովհետև իրականությունը մի քիչ այդքան հստակ չի, ուղղակի մենք մեր համար հեշտացնելու, ասես դրել ենք այդ կատեգորիաները բաժանել ենք, էլի, դրա համար ոնց որ ասում ենք, հա, այս բանն է, Վեստֆալն է կամ 30-ամյանն է, բայց էլի ինչ որ երկար process-ներ են։ Դե բայց շատ կարևոր է պատմությունը ընկալելու համար այդ բաժանումները կարևոր են։ Իրականում հատկապես այս ժամանակի հեռավորությունից դժվար է գնահատել իրականությունը ոնց է, բայց հավանաբար պատմաբանները գտել են այդ ժամանակներում ինչ որ շրջադարձային կետեր, որտեղից կարելի է զգալ այդ հայացքից է կախված, ինչ որ մի պատմաբան ասում է սա, հիմա նույն այդ ռեֆորմացիան առանցքային է, այսինքն եթե չլիներ ռեֆորմացիա, պատերազմը այդ կրոնի պատերազմը, այսինքն բողոքականներն ընդդեմ կաթոլիկների կամ աշխարհիկ իշխանությունը, որը փորձում էր ինչ որ իդեոլոգիա գտնել հիմնավորելու իր անկախությունը կաթոլիկից, այդպես բաներ վերցրել էր բողոքականությունը։ Ու դրան զուգահեռ օրինակ բանը
գրատպության գյուտը ոչ պակաս կարևոր է, այսինքն երբ որ կա գրատպություն, հնարավորություն է տալիս լայն մասսաներին հասնելու դեմոկրատիզացիայի հիմքերի, այսինքն այնտեղ էլ է շատ կամ հակառակը ռոպագանդան տարածելու ու էլի ռոպագանդան տարածելու, հա, այսինքն երբ որ բանը մարդիկ, չգիտեմ, գրագետ չեն կամ իրանց լեզվով չկան գրագետը չլինեն, ինչ որ մեկը գրագետ լինի համայնքի համար կարդա, բայց երբ որ լատիներեն չգիտեն մարդիկ, որը այսինքն որ խոսում են գրատպության, հիմնական առաջերտին աստվածաշունչն է, երբ որ էլի ասեն գնում են ինչ որ ծեսի կանոնից բան էլի ու բան են էլի տենց ինչ որ բան են ասում չեն հասկանում անհաղորդ բայց ամեն դեպքում որ պահից է համարվում որ սուվերենությունը մեկից անցել է ժողովրդին այդ որ պահից է լինում հիմա եթե այդ Վեստվալի համաձայնագրերի շրջանը չի դրանից հետո չի այդ պայմանավորվածությունը ապա երբ բանից է չեն կա ինձ թվում հստակ ասենք մի քանի Չէ, եթե ինչ որտեղ ասենք որ հիմա այդ հանրապետությունները տարածվել են հանրապետական Նա օրինակի համար միջև հիմա Ադրբեջանում գործում են ինչ որ սահմանափակումներ կոവിഡ്ի հետ կապված Այդ կակրած շատ լավ հենց Շմիդտի օրինակն է երբ որ արտակարգ իրավիճակը բանա ինքը արբիտրար է Այն մարդը որոշել է որ всё еще կոവിഡ്ի վտանգ կա ու ինքը sense բան անում։ Ստա մենք խոսում ենք մի մարդու հստակ ինքնիշխանությունից։ Բայց եկեք համել տարանջատած մի քիչ խոսանք ներքին ինքնիշխանության ու արտաքին ինքնիշխանության մասով, որովհետև այն ինչ որ երևի Աշոտը հիմա ասում է, այդ ավելի շատ ներքին ինքնիշխանությանն է։ Ինքը իրար շատ փոխկապակցված է։ Ինքնիշխանությունն է վերաբերվում։ Հիմա մենք էլի կարող է ասենք կա ներքին արտաքին այդ իմաստով, բայց չի հակասում էլի այդ բաժանմանը որևէ կերպ։ Չի հակասում, բայց ոնց որ ավելի մանրամասնելու համար նկատի ունեմ քննարկումը ավելի մանրամասնելու։ Չէ, որ ասում ենք, եթե ինքնիշխանությունը տարածքի եւ բնակչության վրա բացարձակ իշխանությունն է, այդտեղ Հա, բայց ինքնիշխանության բաղադրիչը նաեւ են, որ այլ երկրներ չեն կարող ոտնձգեն քո տարածքային ամբողջական տարածքի եւ բնակչության վրա քո բացարձակ իշխանությունն է։ Այսինքն այլ երկիր կլինի թե ներսի ինչ որ աղբյուր կլինի իշխանության, մեկը դրա մասին է։ Հա։ Ու ստե ինքը շատ բան է ոնց որ ես շատ եմ լսում այդ ինքնիշխանություն բառը ինքը շատ մանիպուլացվող է դու իրարած իրան վտանգի տակ դնես իդեոլոգիզացված է մենք չունենք ինքնիշխանություն իսկ հիմա մենք ունեցանք ինքնիշխանություն հա այս սա խոսակցությունները երբ որ դու սկսում ես հետադոտել տերմինը իրանք անիմաստ արտահայտություններ են դառնում որովհետև ոնց մենք չենք ունեցել ինքնիշխանություն ինքը կուտակցված ունեցել ենք կուտակված ինչ որ մարդու ձեռում թեկուզ բայց ունեցել ենք այնց չի որ ենք չունենանք։ Ես էլի սիրած տեղն ենք մտնում, երբ որ փորձում ենք խոսալ քաղաքական գործիչների լեզվով։ Ես ուզում եմ, գիտես ինչ եմ տենց անում, ես ոչ թե ուզում եմ ինչ որ տենց մենք ինչ որ վճիր կայացնենք, բայց ես ուզում եմ ասեմ, ես այդ բառը իխիա կարևոր մեր համար, որովհետև ինքը հիմա շատ է, ինքը մեր մոտ է շատ Ռուսաստանում, Ամերիկայում, ամենտեղ ինքը անընդհատ արտացվում է, անընդհատ։ Ու եթե մենք չենք հասկանում որտեղ է ստե bullshit-ը ու որտեղ են մենք չենք կարա պաշտպանենք այդ ամեն ինչից էլի որտեղ ինքը հերթական մանիպուլյացիայի ձև է քաղաքական գործիչները հազար բան կարան ասեն կարա ճիշտ լինի կա սխալված ինձ թվում է պետք չի պայմանավորվել իրանց խոսքով էլի պետք չի բայց երբ որ մենք քննարկենք ինչ որ բան դրա կոնտեքստից դուրս ինչ որ բան համապատասխան ինչ որ բան չէ կարանք ասենք հա այնտեղ ինչ Դե խոսքի ինձ էս բանն է օրինակ շատ հետաքրքիր որ իշխանությունը ժողովրդի ձեռն է մենք ինքնիշխան ենք բայց ժողովուրդը բաժանված է ինքնիշխանություն չի կարող լինի կամ ինքը կուտակված է մի մարդու ձեռում ուրիշ ձև չի կարող լինի էլի ստացվում է որովհետև նույնիսկ այդ թեզը այդ որ ասում է դրա մասին խոսանք հա որ սահմանադրությանն է թագի ոնց որ բանը գայացնում տենց էլ չի կարող լինի որովհետև սահմանադրությունը ինքը ոնց որ օրենքի հիմքն է բայց ինքն էլ է սահմանադրվում ինքը փոփոխվում է դրա համար ասում են ժողովուրդն է հենց այդ բանը ինքնիշխանը հետո սահմանադրությունը անընդհատ անտեսվում է էլի նորից ցանկացած երկրում ոչ միայն մեր մոտ անընդհատ ինչ որ հաճախականությամբ դու լսում ես անսահմանադրական process-ների մասին այսինքն ինքը դες չի որ պատա որ դու չես կարա ծակես ինքը մեկա թուղթ է այն բանի նման է պիրատիկայից կողմերեն ասում է կոդեքսը ավելի շատ բան է ուղղություններ է դստալի ոչ թե հստակ կանոններ է այ մոտ սահմանությունից այդ աստ բանուշում է բայց չի պարտադրում չէ բայց էլի եթե նայես որտեղ է այդ կետը հիմա
մեծ հաշվով կարամ համաձայնվեմ, բայց օրինակ այն կետը, որ ասում է հենց ժողովուրդն է, դի բանի ինքնիշխանության աղբյուրը, լեգիտիմության աղբյուրը, հանրապետության հիմքը, դա չեն բանանում, էլի, դրան չեն կպնում այդ կետին։ Կարող է ընտրությունները կեղծվի, ընտրություններ չլինի, դեմոկրատիա չլինի, բայց այդ կետի նույնիսկ ամենաավտորիտար երկրները, որ նայես, որոնք այդ հիմքով են, մեկը պահում են, որովհետև մեկը բան են անում, նաև փորձում են դրա վրա խաղալ, որ իրանք ժողովրդի կամքը ներկայացնող են։ Այսինքն այն մեկը ոնց որ այդ աղբյուրը լեգիտիմության հիմքերի մնում է թավակական ժողովուրդ։ Որովհետև ամեն դեպքում սահմանադրությունը նույնիսկ եթե արմատական վերլուծության բառը արմատական վերլուծության ենթարկես սահմաններ դնելու մասին է։ Եվ այդ սահմանները եթե կան, որտեղ հնարավոր է միշտ փորձում են շրջանցել, բայց ինքը ամեն դեպքում ինչ որ զսպող բան է։ Իսկ ինչ վերաբերում է այդ ամեն պատը ծագելու մասին, այս վերջերս ուղարկել էի այդ Արթուր Ղամբարյանի մի հատ աշխատություն անկախության հռչակագրի ու սահմանադրության մասին, որտեղ ինքը շատ մանրամասն վերլուծում է, որ անկախության հռչակագիրը վերնորմատիվային իրավական ակտ է, ինքը հիմնադիր փաստաթուղթ է եւ չնայած որ որոշ ինչ որ նորմեր օրինակ ցեղասպանության մասը հավասարեցված է սահմանադրական նորմի, անկախության հռչակագիրն ու սահմանադրությունը ոնց որ հիմնադիր հայրեր եւ հիմնադիր փաստաթղթեր լինեն եւ իրանք որևէ ձև չեն կարող չեղարկվեն կամ փոփոխվեն, ու նկատի ունեմ սահմանադրության առնվազն անփոփոխելի մասերը, ոչ թե փոփոխելի սկզբի հոդվածները։ Եվ թեև անկախության հռչակագիրը չի կարող որևէ ձև չեղարկվի, որովհետեւ ինքը վերնորմատիվային ակտ է, ամեն դեպքում այդ շրջանցելու եզրերը դրան հակասող հայտարարությունները, հակադրվող հայտարարությունները կան։ Այսինքն այդ պատը ծագելու մասին որ ինքը կա, մենք իր նկատմամբ ունենք ինչ որ վերաբերմունք, բայց ըստ անհրաժեշտության ու քաղաքական իրավիճակի Պարոն Ղամբարյանին ով ինձ դասել է տվել իրար հետ նաև մի միջավայրում աշխատել ենք, շատ իմ կողմից իր նկատմամբ մեծ հարգանք կա, բայց էլի դա մեկնաբանություն է։ Այսինքն այնպես չի որ դա բացարձակ է։ Չեմ ասում որ դա բացարձակ է, որպես մեկնաբանություն եմ օրինակ բերում։ Նույնիսկ փորձում եմ, բայց դա կան էլի վիճելի է։ Բայց ես միտքը միջևեր չհասկացա։ Ես նորից կասեմ, մի հատ նորից ասեմ։ Նկատի ունի, որ անկախության հռչակագիրը լինելով հիմնադիր փաստաթուղթ, ինքը անչեղարկելի է։ Հնարավոր չի չեղարկել անկախության հռչակագիրը։ Սահմանադրական դատարանը որոշել է, որ մեր սահմանադրության համար դա պարտադիր փաստաթուղթ չի։ Ու ոնց որ մեկնաբանությունը այն է, որ չէ ինքը բան է, ոչ թե պարտադիր չէ, այլ հիմնային է եւ պայմանավորող է։ Եթե հիմա օրինակ ռեֆերենդում անցնի ու մարդիկ ասեն պետքա դուրս գա, ըստ Համբարյանի, այդ ուղղակի լեգիտիմ process չի ու ինչ որ ժամանակ հետո իրան կարելի է այդ դարձան, երևի այդ է ասում, որովհետեւ մեծ մասով կարելի է այն ինչը կանեն։ Տենց է աշխատում։ Ես հենց այդտեղ էի տանում։ Նույնիսկ եթե ինքը դուրս գա հետ բերելու հնարավորությամբ կամ չհնարավորությամբ այդ փաստաթուղթը կա, ինքը ոնց որ փոփոխման կամ չեղարկման բանի մեկնաբանություն է, որովհետև այո, մեկնաբանություն է, ես այս մեկնաբանությունը բերում եմ Աշոտի այն մտքին կապելու համար, որ շրջանցելի են, դրանք շրջանցելի են, չկա մի բան, որը հնարավոր չլինի շրջանցել, նույնիսկ մի քիչ տրամաբանությունը չի բռնում, որովհետև դու ասում ես, մարդը ասում է շրջանցելի չի։ Նույնիսկ եթե մենք համարենք, որ ինքը նենց փաստաթուղթ է, որը շրջանցելի չի, դա մեկնաբանությունը, բայց ես համաձայն եմ այդ մեկնաբանության հետ։ Երևի այդ նախադասությունը պետք է ասեի, ես համաձայն եմ մեկնաբանության հետ, որ անկախության հռչակագիրը անչեղարկելի փաստաթուղթ է։ Բայց ո՞նց անչեղարկելի։ Որովհետև չեղարկեն կդառնա չեղարկելի։ Եթե ոնց որ տրամաբանությունն ասում ես, ես համաձայն եմ, որ այս փաստաթուղթը անչեղարկելի է, բայց իրան փորձում են շրջանցել, կարող է շրջանցեն, փոխեն եւ այդ ոնց որ Աշոտին հակառակ ասում ես, տես այդ սահմանները բան։ Երևի փիլիսոփայական իմաստով։ Փիլիսոփայական իմաստով ինքը մի երևույթ է, որին չարժե դե չարժեն ուրիշ է, դες բանը is odds to բան կա, մի հատ տրամաբանական չէ, բան փիլիսոփայական միտք կա։ Անչեղարկելի է ինքը իրավական սպեկտրում։ Իրավաբանորեն անհնար է իրան չեղարկելը, բայց իրավաբանությունը ու քաղաքական որոշումները իրարից էլի որոնա չնա ոչ մեկ չի ասում դա։ Ոչինչ համարել օրինակ։ Ոչինչ էլի։ Համարել որ դա նշանակություն չունի օրինակ։ Դու հիմա արժեքային դաշտում ես, նշանակություն չունի որոնա։ Դա ամբողջ խոսակցությունը հենց դրա մասին է, բայց երևի իրավական խոսքի մասին է, այսինքն ոչ մեկ չի ասում, որ այդ փաստաթուղթը չկա։
Բայց ասվում է, որ դա ըստ էության մեծ նշանակություն չունի ինչ որ։ Դա մեծ նշանակություն որն է, այսինքն կա մեր մտքերում կարա մեծ նշանակություն ունենա եւ այլն, բայց ասում եմ սահմանադրական նության հիմքերում ինքը բան է, չգիտեմ, պարտադիր փաստաթուղթ չի, իմպերատիվ չի։ Այսինքն իր սահմանադրական դատարան արդեն։ Հիմա ոնց որ մեկ սահմանադրական դատարանը sense բան է, եթե սահմանադրական դատարանի մեկնաբանությունն է, հիմա կարանք 1000 բան ասենք, բայց միտքը նա որ այս անկախության հռչակագրի սկզբունքները դրվել են մեր պետության սահմանադրականության հիմքերում, բայց այնտեղ ինչ գրված է, իմպերատիվ չի։ Եվ ինչ որ իմաստ կարա ունենա, որովհետև անկախության հռչակագրի համար օրինակ չի քվեարկվել, ժողովրդավարական process չի անցել դա։ Այսինքն չգիտեմ 90 թվականին անկախության մեջ չի եղել։ Այդ շատ բան կար ասես։ Ինձ ավելի հետաքրքիր է այս լեզուն, որով մենք խոսում ենք, էլի, որ մենք ինչ կրոնական լեզվով ենք դրա մասին խոսում, էլի, որ բայց ես դրա հետ համաձայն եմ։ Ինչ կրոնական լեզվով խոսալու հետ։ Բայց դա ինչն է խնդիրը, հասկանում ես, եթե մենք խոսում ենք, որ օրինակ կան բարոյական ուլտիմատումներ, որ օրինակ մարդ սպանելը ինքը ամեն դեպքում քեզ տանում է դժոխք, ասենք թե կամ չգիտեմ ուրիշ ինչ որ մեղք քեզ տանում է դժոխք, հա, ու դու մեռնում ես ու իսկականից ընկնում ես դժոխք ու ոչ մի ձև խուսափելու ձև չկա, հա, դու խոսում ես ինչ որ բանի մասին, որը ռեալ է, եթե տենց լիներ, հա, բայց երբ որ մենք խոսում ենք sense պայմաններում, մենք խոսում ենք ինչ որ sense հավատքով, ինչ որ sense տերմիններով, որոնք ոչ մի ուժ չունեն իրական ուժը գալիս է այն տեղից, որտեղ դու կարաս չէ, ժող, այդ ամեն ինչը քաղաքական է։ Հիմա ես տենց եմ ասում, չեղարկելի է, ու քանի ես եմ իշխանության, ու իմ կուրսը հետևում է, չեղարկելի է։ Նաև սա խնդիրը է դա, որ դու կարաս մի օր նաև չեղարկես, որ մարդասպանությունը բան է, տենց նորմալ երևույթ է։ Չէ, նայ, ստեմ ինչ ուրիշ հարց կա, տարբերություն կա, այդ հավասարների հարցը։ Օրինակ, եթե ես ու դու մտնում ենք ինչ որ կամ ես ինչ որ օրենք եմ խախտում, նամանավանդ եթե ես ինչ որ օրենք եմ խախտում, որը կարող վնաս բերել պետությանը, մեծ հավանականությամբ ես չեմ կարա օրենքի տառից դուրս գամ։ Ոնց որ օրենքում գրված է ես պատժվելու եմ, տենց էլ ես պատժվելու եմ։ Օրենքի տառը բավականին մեծ ուժ ունի իմ վրա որպես հասարակ քաղաքացու։ Հիմա սահմանադրությունը պետքա հավասարաչափ ուժ ունենար կառավարության վրա սահմանելով իր գործունեությունը, բայց չունի, որովհետև չկա տենց մարմին, որը կարա ստիպի կառավարությունը ինչ որ բան անել, սահմանադրական դատարանը կարա ինչ որ բան մեկնաբանի, բայց կառավարությունը կարա չի ենթարկվի դրան կամ սահմանադրական դատարանը լինի շատ ուղիղ կապակցված կառավարության հետ ու միշտ նենց ասի, ոնց որ կառավարությունն է ենթադրում։ Այսինքն մենք գործ ունենք ինչ որ գրուպը գավարա օրենսգրքի հետ կառավարության համար, որը կառավարությունը ղեկավարում է։ Այդ ոնց որ ես իմ համար օրենք սահմանեմ, ինքնին ինքնիշխան կամ կարող է լավ։ Իմ կարող շատ կենցաղային տեսելի բանի մասին է ես գլոբալ ավելի շատ դրան քո ասածին եմ համաձայն, բայց նկատի ունեմ սպեկտր է, էլի, այնպես չի որ բան է տենց կախված որտեղ ես գտնում կարա քո ասածի են քո ասածի իմ ընկալման սպեկտրի ամենածայրահեղ կետն է, բայց ինքը միջանկյալ մեջտեղի տեղերել ունի դրա համար հա մետր ասած չէ բայց օրինակ քո ասածը էլի հակասություն կա նրա մեջ որ ասում ես տես իրավաբանության քաղաքականության մեջ սպանությունը մի օր կարան թույլատրելի համար են նո ես չեմ կարծում օրինակ մահապատժ դիցուք հա բայց այնա որ այսինքն այդ սահմանությունը եւ այդ առանցքային բաները որ ասում ես իրանք փոփոխել են ուրեմն այսինքն դա է հակասությունը նայ մեր սահմանադրության սկզբի մասը անփոփոխելի է չէ դա փոփոխման ենթակա չի կարա չէ մի օր փոխվի Դե չգիտեմ, այս պետության շրջանակում ինձ թվում է չէ։ Հիմա կարանք ուրի 1000 բան հորինենք, ասենք ես ուրիշ պետություն։ Հիմա եթե մենք գրել ենք, որ հա, հիմա եթե մենք ոնց որ գրել ենք եւ պայմանավորվել ենք, որ սահմանադրության սկզբի հոդվածները ախր շատ կոնցեպտուալ բաներ ես հեսա դու կհարցնես արդյոք մենք իրականում պայմանավորվել ենք դրա շուտ։ Հա, ես Չպես այդ որ sense ասում ես արդյոք եւ որ բան է, էլի ես անկեղծ շատ ուժեղ համաձայն եմ այդ մտքից, մենք չենք պայմանավորվել ոչ մի բանի շուրջ։ Ես իրականում մեր հավասարները, էլի եմ ասում, հավասար իրավունք ունեցողները ինչ որ բանի շուրջ ցանկացած իմ ընկալման ոչ մի պետության հիմքում չի եղել բան հավասար մարդկանց պայմանավորվածություն։ Դες լրիվ համաձայն։ Եղել են ուժեղների ընկալմամբ մոդել, որը տվել են թույլերին, այսպես ասած։ Իշխանությունը շահագործողը տվել է մոդելը, ասել է, էսա սենց ենք։ Ընդեղից եթե թույլերը ինչ որ բան կարացել են, պայքարեն, ձեռք բերեն, քերեն, չգիտեմ, պաշտպանեն,
Էդ էլ այդ կողմի հակադարձն է եղել, այնպես չէ, իմ կողմն էլ բան է, էլի անպաշտպանը։ Բայց որ դա ասել, որ սա պայմանագիր դրա ոնց որ խնդրի սկզբնակետը ընդեղա, որ ես միշտ կասկածում եմ արդյոք մեր հանրության մեծ մասը կարդացել է սահմանադրությունը, գիտի այդ ինչի մասին է։ Չէ, երբ որ ես ասում եմ մենք դրա շուրջ պայմանավորվել ենք ու դու ասում ես արդյոք պայմանավորվել ենք, ես ասում եմ երևի պետք է կարդացած լինել, որ դրա շուրջ պայմանավորվենք, ու ես դրա մասին կատակ ունեի, որ ինքս հիմա բալիտ կանեմ, բայց ոչ բանա, որ ես ասում եմ որ Ոսում ես հրավիրից ստենդափիդ այդ ժամանակ բաները։ Իսկ դեր մոտ եղել է, լավ չէ։ Նոր դրա մասին որ ես ասում եմ որ ոնց որ հայրի համար երկու կարևոր գիրք կա, Աստվածաշունչն ու Սահմանադրությունը, ու երկուսն ոչ մեկ չի կարդում, որովհետև մեկը հեքիաթների հավաքածու է, իսկ մյուսը Աստվածաշունչը։ Որովհետև երբ որ դու Սահմանադրությունը կարդում ես, դու հասկանում ես, որ երբ որ էսի գրվում էր, այս շատ ինքը ուտիլիտար նշանակություն ուներ այդ բային որտեվ իր մեջ այնց հոդվածներ կան, օրինակ կա կանանց եւ տղամարդկանց հավասարություն ու հոդվածը կանայք եւ տղամարդիկ հավասար են վերջակետ всё մենք անցանք սրանից շարունակեցինք առաջ ինքը շատ անգամ ինչ որ հղվում անենց բաների վրա որ դե այս մնացածը սա օրենքով կլուծվի այս sense մի հատ եկագլուխ կա բան պետության նախագահ որ արդեն ակտուալ չի ոչ մի չես խառը գիրք է մեծ 80 էջանոց ոսկե ամերիկայի բան Սավարությունը 6 էջանոց է։ Ամերը 80 չի, ամեն դեպքում ավելի քիչ է, հա։ Եվ նայած ոնց տոպես չի։ Մի հատ ես նախորդ ասածս միտքը կշարունակեմ, բայց եթե դուք մինչև ստեղ նայել եք, ձանձրացել եք, ուզում եք անջատեք, մի հատ կոմենտ գրեք, թե ինչ եք ուզում անջատեք, նոր անջատեք։ Վատ բան գրեք, նոր անջատեք։ Այդ վատ բան գրեք, նոր անջատեք։ Չէ, մի հատ մեկնաբան եք, օրինակ ինչի ստեղից Չայնիկը երած։ Տունս վառվում է դրա վրա։ Ինչ է ասում սահմանադրության մասով։ Ելնենք այն կանխավարկածից, որ մեծ մասը կարդացել է սահմանադրությունը։ Չէ, այդ շատ ոչ educated ես։ Ելնենք, դե խոսացեք դուք։ Չէ, ուզում եմ, չէ, արի ելնենք նրանց, որ մեծ մասը չի կարդացել, որտեվ այդ իրականում տենց է։ Հաջորդի այդ տարբերակներ կքննենք։ Ես որտեվ բանը, ես ապրոս եմ արել, ես մամ զալից հարցնում էի։ Ով կարծեմ երկու օքի։ Բայց ես մի հատ բան էլ ասեմ, կարաս եթե ուզում ես անդրադառնաս վստահ չեմ, բայց ես հիշում եմ ինչ-որ ժամանակին ուսանողական, թե ինչ-որ մասնագիտական քննարկումում շատ ասում եմ, որ մեր սահմանադրությունը այսօր գերմանական սահմանադրության մոդելով է վերցած, ինչ-որ դա ինչ է նշանակում, չգիտեմ անկեղծ, բայց ուզում եմ ասեմ, դա այսինքն ինչ-որ բան է, երբ որ գրել են վեր ինչ-որ տարբերակներից, այդ տարբերակներն են ընտրել։ Հիմա էլի ով է համաձայնվել, ով է որոշել, այս մեր պայմանագրի մեջ է եղել, որ գերմանական Այդ էլ ասեմ սահմանադրության մասին, հետո շարունակի նրա մասին, որ բոլորը կարդացել են։ Օրինակ ես չեմ կարող մերվեմ այդ փաստի հետ, որ մեր սահմանադրությամբ արգելված է կլոնավորում։ Ես ամեն անգամ այդ որ մտածում եմ դրա մասին, ես պատկերացնում եմ ոնց են 95 թվին մարդիկ մտածում որ էսի հեսա որ է պրոբլեմա դառնալու Հայաստանում, որտեղ որ պետք է արգելել։ Ուղի գրված է Եվգենիկան կլոնավորումը արգելված է։ Հա, Եվգենիկան հաստատ կլոնավորման մասը չեմ հիշում։ Լավ, մի հատ իմ կոմենտներ ասեք։ Մի հատ կարծացեք էլի սահմանադրության մեջ կլոնավորումը control F արեք, կլոն բառը։ Եթե նայեք կլոն սերիալը կարեք։ Shift արեք հետո։ Հա։ Վերադառնալով, ուրեմն ես ասում էի, որ եթե ելնենք այն կանխավարկածից, չեմ մի քիչ ավելի հետ գնամ։ Երևի հեղափոխությունը ժողովրդավարության ամենաբարձր ձևն է, հա։ Ես իմ։ Ոնց որ ասում եմ, դու քո մտքերը ասա եւ հիմնավորը մի սպասի մեր արձագանքին էլի։ Որ հետաքրքիր լինի, ինտերակտիվ լինի զրույցը։ Ոնց որ Արադ Զուրաբյանն էր ասում 2018 թվին ազգային ժողովի ամբիոնից ժողովրդավարությունը որն է հենա ժողովուրդը վարելով գալիս է։ Հիմա Ես թվում է որ բանա տենց հեղափոխությունը ժողովրդավարության ամենաբարձր ձև ժողովրդավարության արտահայտման ամենաբարձր ձևն է։ Եվ մենք ունենք մի իրավիճակ, երբ որ մարդիկ ինչ որ մասը ռոպագանդայի ազդեցության տակ, ինչ որ մասը ազնիվ նպատակներով ու սենց ինչ որ տարբեր մասեր համաձայնել էին մի բանի շուրջ, որ Սերժ Սարգսյանը պետքա չգնա երրորդ ժամկետի։ Պայմանավորվել էին, չէ՞, դրա շուրջ փողոցում պայմանավորվում էին դրա շուրջ։ Հիմա չեմ սպասում արձագանքիդ, ես շարունակեմ, դու հետո որ հավես կունենաս, ինչ կուզես Հիմա դրա շուրջ պայմանավորվել են ընդհանուր համաձայնությանը եկել նպատակները կարան, չգիտեմ, մոտիվացիան կարա տարբեր լինի, մեկը օրինակ Ալեքսանդր Սարգսյանից էր նեղված, մեկը Սերժ Սարգսյանից ու սենց ինչ-որ տարբեր Լևոն Սարգսյանից, մարդիկ դրա շուրջ պայմանավորվում են եւ որոշում են, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետ պետքա չգնա։ Հիմա երբ որ ես ասում եմ մենք սահմանադրության շուրջ ունենք պայմանավորվածություն, հա ես ինքս ինձ մի հատ մենակ հակասում եմ այնտեղ, որ ես անկեղծորեն գիտեմ, որ մարդկանց մեծ մասը չի կարդացել սահմանադրությունը,
բայց ես գրեթե վստահ եմ բանի 2018-ի մասով ես ասում դե 15-ի, ասենք 15-ի սահմանադրության մասով մենք որպես հանրություն բան ունենք խորհրդարանական ես երբ որ ասում եմ սահմանադրություն ես նկատի ունեմ սահմանադրության բոլոր տարբերակները որոնք ունեցել է երրորդ հանրապետությունը 15 թվի մեր սահմանադրության մասին մենք համաձայնություն կամ 2005 թվի եւ ոնց ենք հասկանում այդ համաձայնությունը շարունակեմ հույս ունեմ որ ինչ որ բանի կբերեմ Արա դե չեք թողում էլի միտքս ընդհատվում է եւ հիմա միտքը աղճատվում է եւ հասկանալի չի լինում ամբողջ բովանդակությունը Գրեք #justice4rp ասի գրեք հիշեցի այդ գրեկները ասում էին բանը ճշմարտությունը Okay, so ճշմարտությունը ծնվում է վեճի մեջ, այնպես որ։ Մեծ հաջորդ անգամ թուղթու գրիչով եմ գալու, բառը գրեմ ուրայի հասել, բայց այս անգամ հիշում եմ, որ ասում էի պայմանավորվածության մասին։ Նույնիսկ երբ որ մարդիկ չեն կարդացել, ես ունեմ մի քիչ վստահություն, որ եթե մեր հանրության բոլոր չափահաս կամ բոլոր անդամները կարդան սահմանադրությունը, առնվազն դրա նախաբանի հետ չեն ունենա խնդիր։ Որ Հայաստանն է ինքնիշխան, սոցիալական, պետությունը։ Մի վարքյան։ Այնտեղ բազմաթիվ հոդվածներ կան, ասենք Աշոտը կարա կլոնավորման հետ համաձայն չլինի, մի մարդը կա կլոնավորման արգելքի հետ համաձայն չլինի, մեկը կարա որոշի, որ Եվգենիկան պետք է Աշոտը անարխիստ մարդ է, մարդը պետության եւ սահմանադրության հետ խնդիր ունի, դու ասում ես առաջի հոդվածի հետ խնդիր չունի։ Աշոտը վերափոխման փուլի մեջ է, Աշոտը մանրից դառնում է ազգայնական։ Բան է, վերափոխման փուլի մեջ չի, բայց ուզում եմ ասեմ, որ ասում ես ոչ մեկ կարան անարխիստներ ունենան, որ ասեն, մենք вообще չենք ընդունում։ Հա Կարան լինեն իհարկե այդպես մարդիկ, բայց հաղթում են միշտ մարդիկ, ովքեր ասում են սոցիալականը գրել եք որ ինչ։ Կարան լինեն, բայց միշտ հաղթում է մեծամասնությունը։ Այսինքն ոչ բոլորի պայմանավոր, այսինքն ինչ որ ուժեղների թուղթ է։ Այդտեղ չեմ հակասում, այդտեղ համաձայնում եմ, հա ուժեղների թուղթ է, բայց ես ինչի եմ նախաբանի մասը ասում։ Մենակ նախաբանի մասն է, այն մնացած տեղերում մարդիկ կարան խնդրեմ ունենան, որ մարդիկ կարդան այդ նախաբանը փոխելու համար ժողովրդավարության ամենաբարձր ձևին հեղափոխությանը գնալու են, ասեն եկեք այս սահմանադրության շուրջ, մենք չենք պայմանավորվել, եկեք այս նախաբանը փոխենք կամ ընդհանրապես փոխենք։ Լսի, դե Բայց հիմա մի վարքյան կներեք իհարկե այս բուլշիթը հայրը չգիտեմ ոնց է, այս նախադասությունների կույտի համար, հա? Տրիքի համար։ Հիմա այս տրիքի ամբողջ խնդրեմը այն է, որ ես բազմաթիվ տեղերում միտքս ընդհատեցի ու հիմա չեմ հիշում ինչից էի սկսել։ Հա, մի րոպե Ես ասում եի, որ մենք պայմանավորվածության ենք եկել։ Նույնիսկ եթե մենք չենք կարդացել, մեր հանրության մեծ մասը նույնիսկ եթե չի կարդացել, կարդալու դեպքում սահմանադրության այդ սահմանները հատելու այսպես ասած, որտեղ է հնարավորությունը եւ որտեղ է բացարձակը։ Դու ասում ես, քանի որ մեր մոտ այդ կա, այդ որպես հիմք էլի։ Հա, հիշեցի, ասում եի բանը անփոփոխելի է։ Ու տանում էին այնտեղ, որ առնվազն եթե կարդա մեծ մասը կհամաձայնի այդ պայմանի շուրջ, որտեվ դա ինձ թվում է ասենց մաքսիմալ բալանսավորված պայման է։ Օրինակ դու հիմա անկեղծ հարցում եմ, խնդիր ունես այդ սահմանադրության նախաբանի հետ։ Այդ սահմանադրության նախաբանը ինքը գիտես ինչ է։ Քո ասած հոդվածները անփոփոխելի հոդվածների հետ։ Հարցն է, որ սահմանադրության նախաբանը ինքը вообще ոչ մի բան է։ Ինքը ոնց որ այն որ գիրքը բացում ես ու բան at after-ը այսպես մի հատ մոմենտ է հասկանում ես որ կարելի է մի հատ կարդամ կարելի է սուրսերեն պատասխանել դու կարող խոսակ ընթացքում որովհետև բանը այդ նույն որ Հայաստանը հենց ընդդեմ պահում գրած է որ ինքը ինքնիշխան սոցիալական բան այդ սա այդ ինչ է նշանակում ինչով է այդ ապահովում ինչով է այդ պաշտպանվում ոնց է այդ ռեգուլացվում որտեղ են սահմանումները այդ բառերի այսինքն մենք ունենք ավտորիտար պետություններ ծայրը որոնք ասեն գրած է ժողովրդավար երկիր է ասենք դա շատ բան է հիմա այս COVID-ի օրինակը հիշի, որտեղ շատ լավ օրինակ է, էլի դա ստացվի խոսել։ Այս անփոփոխելի հոդվածների հետ են, որ ասենք Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Նորմալ հոդված չի։
Բայց այդ հոդված ինքը կենացա։ Չէ, ինքը էլի սպեկտրի երկու կողմերում ինքը դեկլարացիա է, մանիֆեստ է։ 1995 թվականին ընդունված 2005-ի փոփոխություններով 2015-ի փոփոխություններով կենաց համար 1։ Չէ, էլի հոդված լավ հոդված է, բայց նոր ասխոք քննարկում ենք, որ կարա ծայրահեղ ավտորիտար երկրներում այդ հոդվածը լինի, ասի ժողովրդավար երկիր ենք։ Բացի դրանից նայ, հիմա ինչի այդ պայմանավորվածության, որոնք ունեցել են այդ մարդիկ, ինչի են հիմա հայտնվել մի իրավիճակում, որտեղ այդ պայմանավորվածության այդ կետը չի աշխատում։ Նայ, մենք սկսեցինք նրանից, որ ինքնիշխանությունը բավականին ոչ սահմանված, տարբեր կոնտեքստում օգտագործվող ու մանիպուլյացվող բան է։ Այդ բառը կա մեր համադրությունում նկարագրող մեր երկիրը։ Հիմա, քանի ես չունեմ հստակ սահմանում այս կոնտեքստում ինչ է նշանակում ինքնիշխան, որտեղ այդ իշխանությունը կուտակված ոնց է ցա աշխատում, այդ բառը նշանակություն չունի։ Այս խոսալու ժամանակ ես հանգեցի մի հատ։ Կարա գրածել կդրես, որ Հայաստանը սիրուն, կանաչ, ջրալի երկիր է։ Ես համաձայն եմ, օքեյ, սիրունը կանաչը արժեքներ չեն։ Սիրունը կանաչը արժեքներ են։ Հիմնական սկզբունքն է, որից բխվում է պետականության ձևը։ Հիմա դրանք կարևոր են ֆիքսել, բայց էլի բայց հիմա չէ, բայց էլի եմ ասում, գրածա ժողովրդավար։ Շատ երկրներում որ բաց են, որոնք ասենք, չգիտեմ, Freedom House-ի բաներով կարող ամենածայրահեղ հանրապետությունները լինեն բանի, ավտորիտար, որտեղ կարելի է գտնել, օրենք էլի դեմոկրատիկ են, ասիկա նույն բանը, Հյուսիսային Կորեան, ասենք բանը, ԿԺԴՀ-ը, ժողովրդա դեմոկրատական հանրապետություն, համադրական հիմքերում, որ ասում ենք պայմանավորվել են այդ մարդիկ, դե թող գնան ասեն ուր է մեր ժողովրդավարությունը, տվեք մեզ։ Ես ինչի 2018-ի օրինակը բերում, նկատի ունենալով, որ երբ մարդիկ լուրջ անհամաձայնություն ունեն ինչ-որ բանի հետ, իրանց անհամաձայնությունը ունենում է դառնում է մսեղեն, այսինքն մարմին է ստանում։ Այստեղ բայց մի հատ ասեմ նորելի։ Ոնց որ ես արդեն ստեյց մի քանի տեղից անհամաձայն եմ, ես երկար լռում եմ այդ ամենաբարձր։ Մի հատ ամփոփիչ նախադասությունը ասեմ նոր։ Այսինքն այսքան շատ աղճատված խոսալու ընթացքում ես եկա հանգեցի մի հատ մտքի, որ իմ ասածները անկախության հռչակագիրը, որ ասում եմ ես Ղամբարյանի հետ համաձայն եմ, որ դա անփոփոխելի անչեղարկելի բանը վեր իրավական բանա ակտա հիմնադիր ակտա, պետականաստեղծ ակտա։ Ես հասկացա, որ երբ որ ես դրա մասին խոսում եմ, ես զգում եմ, որ այդ ու սահմանադրության համար առաջին կենացը դրանք արժեքներ են, դրա համար են իրանք անփոփոխելի, անվերակ ոնց որ հիմնային բաներ են, հիմնային սկզբունքներ են։ Ու ոնց որ իրանք այդ իմաստով, որ իրանք արժեքներ են, իրանք միշտ կան, հարցը թե դու այդ արժեքների հետ ոնց ես վարվում, դրա համար էի ասում, որ իրավական իմաստով ինքը չի կարա ունենա տես չեղարկման ձև, բայց որովհետև ինքը արժեք է։ Իսկ ասում ես կարա ունենա այն իմաստով, որ ասում ես դες բանա, որ ասում ես հակասությունը որտեղ սպանության բանով, որ ասի դες սպանությունը կարան մի օր հանեն։ Ահա, իրավաբանական իմաստով ինքը չգիտեմ այդ ինչ պետք է գրվի։ Նու կարա գրվի այդ նախադասությունը իհարկե կարա գրվի, որ չգիտեմ ինչ որ նոր օրենքի, նոր իրավական ակտ, նորմատիվ, չգիտեմ գրվի, որ բանը անում անկախության հռչակագիրը այլևս գոյություն չունի, բայց կներես, եթե դա գոյություն չունի, նշանակում է գոյություն չունի երրորդ հանրապետությունը։ Ոնց որ այդ երևի միակ փաստաթուղթն է։ Երրորդ հանրապետությունը գոյություն չունի, ոնց որ եւ ցանկացած հանրապետություն։ Մենք քանի իրան գլխում պահում ենք ու ենթադրում ենք, որ ինքը գոյություն ունի, ինքը գոյություն ունենալ է։ Մենք դա լրիվ ուրիշ տեղ ենք դարձել։ Կարանք բան անենք, ում ես հարկեր վճարում աշոտ։ Հա, ես հետել քո երրորդ հանրապետություն։ Ես հարկերը վճարում եմ իմ բանկին։ Չէ, դու քո բանկին չես վճարում։ Չգիտեմ, այն մարդու, որը հարկային բանն է վճարում, մարմին է վճարում։ Մի հատ մարդ է գալի դուբինկով փող է դից վերցնում, ես իրան եմ վճարում։ Այն ուր է դա շենքը գնում։ Մեծ մասը այդ տեղը ուր որ գնում է, տեղը ինքնիշխանությունն է։ Այդ բարձրարձակ իշխանության տեղն է։ Ջամփինգը լավ լիքը տեղ կարա նստի էլի։ Դե չէ, դե հիմա կարա համայնքում էլ հարկ վճարես եւ այլն։ Առաջինը ես ինչի թվում որ հեղափոխությունը կարելի ասել որպես բարձրագույն դեմոկրատիայի բան, կարելի ասեմ որպես ամենառադիկալ երևի որ մի քիչ բան լինի, որովհետեւ եթե մեր մոտ դեմոկրատիա հեղափոխության կարիք չկա, հեղափոխությունը լեգալ ձևերով է տեղ ունենում ամեն ինչ որ քանի տարին մեկ եւ այլն եւ այլն։ Ընտրությունը ժողովրդավարության ամենանվազագույն ձևն է։ Չէ, դե նկատ ես էլ համաձայն եմ մտքի հետ, որ թե ասում ենք կորդինալ փոփոխությունն է ժողովրդավարության
բանը, դրսևորումը, դուրս է գալի ժողովրդավար հասարակությունը։ Պետք է ամեն քանի տարի երբեք չի կարա ունենա ժողովրդավարություն ուտեղը ակա, որտեվ եթե ժողովրդավար հասարակությունն է, ինքը պետք է հեղափոխություն անի, որ դառնա նորից ժողովրդավար։ Հետո երկրորդ ինչ է համաձայն չեմ։ Հավանաբար մի րոպե չէ, հավանաբար հենց այնա որ սպասի, հեսա կասես։ Հավանաբար ժողովրդավարությունը երբ որ տեղի է ունենում զանգվածային ցույցերի, չգիտեմ, հեղափոխության տեսքով ինքը կայացնում է ժողովրդավարությունը, այսինքն եկել հասել ես մի կետի, երբ որ այն նվազագույն գործիքը ընտրությունը հնարավոր չի կիրառել ու դու դիմում ես այդ ամենավերջին ձևին, որը կարա նորից ընթացքի մեջ դնի, հասել ես դրան, ասենք 300 տարի պահել ես, չգիտեմ, Մեծ Բրիտանիան վերջի 1688-ին Glorious Revolution-ն է, ըստ էության դրանից հետո ինչ որ տրադիցիան ժողովրդավարական դրվում է։ Հիմա եթե բան չանեն, մի հատ նոր հեղափոխություն չլինի, այդ հասարակությունը բան չի լինելու ժողովրդավար։ Ոչ, երկրորդ բանը ինչ է համաձայն չեմ, որ դու եթե մենք օրինակ խոսում ենք Հայաստանի մասին, դու եկա ոնց որ թեորիա ես մշակում մի անգամ կատարված դեպքի մասին, որ այսինքն երբ որ մարդիկ անհամաձայն են, իրանք դուրս գան փողոցներ ու հեղափոխություն կանեն, բայց դες բան եղել է մի անգամ, հեղափոխություն եղել է մի անգամ։ Որպես կայացված ակտ, հա, կայացած ակտ, հա, բայց հիմա արդյոք մենք կարանք ենթադրենք դրանից, որ ամեն անգամ երբ որ ժողովուրդը դժգոհ է ինքը դուրս է գալու ու եթե դուրս չի եկել, ուրեմն դժգոհ չի։ Չէ, բայց բացի այդ էլ նաև կարած դրան ավելացնես արդյունքի տեսանկյունից, իսկ մինչև 18 քանի բողոքի ցույցեր են եղել, ճնշվել են, դուրս է գալի, որ արդյունքի չեն հասել, ուրեմն այդ համաձայնությունը հասարակական չի եղել։ Այսինքն կարող պրոստը ինչ-որ բայ շուտ կանխել են, չգիտեմ, կամ ավելի ռեպրեսիվ է եղել ռեժիմը, շատ ավելի հեշտ է հարցը լուծել եւ այլն եւ այլն։ Ստե կարող հազար ու մի արտաքին ֆակտոր լիներ, ես ոչ միայն ասում եմ սորոսական եւ ինչ-որ տես բաներ, այլ ուղղակի աշխարհական իրավիճակներ, քաղաքական էլիտայի կամքի բացակայություն կամ հազար ու մի բան կարող լիներ, որոնք sense իրար եկան ու հեղափոխությունը այս բանին տեղի ունեցավ, որովհետեւ շատ երկրներում հեղափոխություն տեղի չի ունենա, միջև բանակը թույլ չտա որ հեղափոխություն լինի։ Դե էլի համաձայն չեմ դրա։ Դե կան տենց երկրներ։ Ես բան է սպեկտրի մի կողմից մի կողմ եմ անցնում, էլի։ Դե մի տեսակ իշեր բան, մայատնիկի պես sense։ 3 էպիզոդ հետո Տիգրանս գժվում ասած արակը մեր։ Կներես, հա, ես ուղղակի ուզում ասեմ, ես պատրաստ եմ քննարկենք ու ես ոչ թե այդ արժեքներին դեմ եմ, որոնք համադրությունում նշված են։ Ես ուզում ասեմ, որ այդ արժեքները ոչ մի ձև պաշտպանված չեն, առաջինը, երկրորդը իրանք մենք չենք կարող իրանց մասին համաձայնենք, քանի որ մենք իրանց չենք հասկանում։ Կարաս մարդկանց հետ խոսաս ու մենք քեզ մարդ ասում է, «Աշե, գիտես ինչ, մեզ բռնապետ է պետք։ Մի հատ Ստալինի նման մարդ է մեզ պետք»։ Չես ասած այս խոսակցությունը, մեզ մի հատ Ստալինի նման մարդ է։ Ես եմ այդ մարդը։ Ես եմ սկսել։ Ոնց եք մենք դες պայմանավորվում է, որ դրանից հետո մեզ Ստալինի նման մարդ է պետք։ Դες մենք չենք պայմանավորվում, մենք չենք խոսացել դրա մասին, դες խոսակցություն գոյություն չի ունեցել։ Ու քո ասած այդ մարդիկ որ չեն կարծել, իրենք նույնիսկ պատկերացում չունեն։ Մենք սկսում են ասել, մեր համադրությունում գրած է, որ Հայաստանում մենակ հայերեն լեզվով կարած բառում խոսած։ Ժողովուրդ մի հատ խնդրում եմ կոմենտներում գրեք, ով սահմանադրությունը կարդացել է, գրեք էլի։ Ով սահմանադրություն չի կարդացել, հայ չի։ Դու մտքերը մի բան։ Եվ դա մեր պոզիցիան է։ Ու մենք երբեք այդ չենք կանգնել իրարից։ Ու մեկ էլ գրեք համաձայնեք այդ սահմանադրության հետ, թե չէ, երկար չի լուրջ եմ ասում, մի կես ժամ կարդալու բանը։ Вообще չէ։ Вообще կարդալու չի։ Բեյթա կոնկրետ։ Եկա գիրքը։ Իսկ եթե սահմանադրությունը ես կարդամ ձայնագրեմ, գցեմ YouTube ու մարդիկ 2x-ով լսելու հնարավորություն ունենան։ Ինքը իմ տպավորությունա ցանկացած իրավական փաստաթղթից էլի, իրավաքաղաքական կարանք ասենք, մինչև ինքը հողի վրա դու չես հետը առնչվում էլի, դու չես հասկանում ինչի մասին է, դու չէ բառերի շարք ես կարդում ու դու չես հասկանում այս բառերի ինչ են։ Հետո ոնց է ինքը օրենք դառնում, մարդը օրինակ պետքա պատկերացնի այդ պետական ապարատը, որ բոլոր օրենքն ու օրենսդրությունը դրանից պետք է բխի, բայց կարա օրենք ընդունվի, բարձվի, երկար մի քանի տարի գործի, հետո սահմանադրական դատան մի բան վիճակվի, բարձվի, այդ սա օրենքը հակա սահմանադրական է եղել նորմը։ Խոսքի կարա ինչ-որ բան գրած լինի, sense շատ մոտավորապես ու գրված լինի, իսկ մնացածը արդեն կարգավորվում է Հայաստանի քրեական օրենսգրքով, ասենք թե։ Հիմա դու պետք է մոտավորապես օրենսգրքում տենաս, ոնց է այդ կարգավորվում,
ու ընդհանրապես երբևիցե կարգավորելա թե չէ, համանդրությունը դրա վրա ոչ մի ազդեցություն ուղիղ չունի, այդ պետք է այդ քո ասած համանդրական դատարանն է ինչ որ որոշում կայացնի, դա էլ սովորաբար համանդրական դատարանը քաղաքական հարմարությունից է որոշում կայացնում, չէ՞ որ մարդիկ գնում են բողոքում են, ասում են մենք sense չենք պայմ նորվե, ու համանդրական դատարանը ասում է հա էլի իսկականից։ Ուրեմն այս օրենքը չի կարող։ Օրինակ բան է, եթե ինքնիշխանությունից անցնում ենք սահմանադրականության, էլի կարևոր օրինակ ամենահին սահմանադրությունը երևի Ամերիկայինն է, որտեղ եղած է։ Ամենափոքր սահմանադրություններից է, բայց դա նաև հին ժամանակներից է, շատ չեն խորացել այդ ժամանակ։ Կամ ուրեմն մտածում են մեկը էսի ոչ մի լուրջ չի։ Բայց լրացումներն են, չէ՞, շատ։ Լրացումների։ Լրացումները եւ բաները, փոփոխությունները, բայց ինչ է ասում, 3 ոնց որ հիմնական դպրոց կա, ոնց է այդ սահմանադրությունը պետք մեկնաբանել, ընկալել իրանց այնց իրավական բանում, ընկալման մեջ, մեկը որ ինքը պետք է ընկալել բանի հիմնադիրների, հիմնադիր հայրերի բանով նպատակադրումով, այսինքն թե մի բան են գրել, օրինակ հիմա շատ ենք աբորտի մասին եւ այլն կամ փոփոխություններ իրավունքի, ասում եմ բանը, օրինակ հիմնադիր հայրերը ինչ որ բան որ ազատություն տվել են, իրանք քո չէին նկատի ունեցել դա բան աբորտի տեսանկյունից, էլի ոնց կային իրանք դրա մասին մտածեին, կամ չգիտեմ տեխնոլոգիական ազատության մասին։ Այդտեղ այդ սահմանափակումն է, բայց երկու կողմն էլ է օգտագործում։ Մեկը կա ասում է պետքա օրենքի տառին համապատասխան։ Ինչ գրած է, տենց էլ շարժվում են, կապ չունի իրավունքը տառի մեջ է, էլի։ Կա ասում է ոգով պետքա սահմանափակվեն, կա ինչ ճիշտ կլիներ, դա էլ ասում է շատ ազատություն է տալի, ինչ ուզես կարաս մեկնաբանես, էլի։ Հիմա չգիտեմ բանը, ասենք այդ լրացումների մեկի մեջ ասում էր, որ չի կարելի կյանքին վտանգ սպառնացող փոստով բաներ ուղարկել 1860-ականների փոփ։ Հիմա ինչ որտեղ մեկնաբանում են, որ սա աբորտը արգելող բան է, հիմք է։ Ինչի, որովհետև բանը դեղերը, փիլերը, բանը փոստային FedEx-ով, MEDEX-ով եթե տեղափոխվում է, որտի դա կարա մինչև հասնի մեկնաբանության, որ դու բանը պետությունը ողջ բանը trading բանը փոստային բանը բովանդակությունը սկսի կարգավորել էլի ուրեմն ասեմ տենց ինքը նաև երբեք եւ բան հստակ բացարձակ պատասխաններ չկան բայց ես հակված եմ որ ոնց որ միշտ ուժեղն ու իշխանությունը որը պարտադիր չի պետական իշխանությունը լինի կարա ժողովուրդը լինի դրա համար ինձ թվում է որ մեր խավեր լինեն դասակարգեր իրանք են այդ բանը տալիս էլի մենակ մասիվի ինքնին շորտ մասիվի ինքնիշխանություն ես բանը կարամ մարդ ողջունեմ ես մարդ գիտեմ ով երկար տարիներ պայքարում է լոռու եւ բանի փամբակի կարծեմ թակավորության ինքնիշխանության համար ողջունում հեսա ես թվում է դաժե թաղն էլ գիտեմ լոռիում ալավերդիում հա չգիտեմ որ Սամվել դա մի օքի գիտի շարժումը թափահավաք բանա ոտնձգություններ Կստати զվարճալի փաստ Թեր զարգացումներ են լոռի տավուշ սահմանագծին Ալավերդու մատույցներում զոհվել է Կստати զվարճալի փաստ Անգլիան որը համանդրական монarchia չունի համանդրություն Դրամ լավ ինչ ես ասում որ ինձ թվում է համադրությունը բան համադրության տեքստ չունի կարան գետելի տենց մեկնաբան որտեղ շոր օրենքների ամբողջություն ունի որոնք ձևավորում են այդ Բայց պրոստա Ինչ խելացի տղայա Չի ստացվում էլի Բանա короче ինձ թվում է դրա համար համադրությունը մի քիչ ավելի ինձ թվում է համադրությունը մի քիչ ավելի կրոնական տեքստ է ինքը как раз այդ ինքնիշխանության Բայց տենց բաներն են եմ սիրում Ինչ Դες թուղթլի պատվեմ բան Բայց մոտավորապես տենց աշխատում նույն ձև ոնց որ Աստվածաշնչի Հա դրա համար ինքը արժեք է Աստվածաշունչը բայց մենք ապրում ենք Աստվածաշնչով ու այդ նույնիսկ այդքան էլ հերու չի իրականությունից տեղ-տեղ հերու է բայց մենք ենթադրում ենք որ կա ինչ որ sense կանոնակարգ, որի մենք մոտավորապես համապատասխանում ենք, շատ անգամ մենք ինքս ենք վերագրում այդ ինչա նշանակում, ինքներս ենք հորինում ինչ հանդեգրված ու դրան ենթարկում ենք, բայց ինքը կա ու ինքը կարևոր է, որտեվ իր վրա մենք կարանք հետո օրենսգրքեր տպենք, երկիր կառուցենք, ինքը ուղղակի պետքա լինի, տենց աշխատում։
Տենց այն իմաստով որ դու գլոբալ նկարագրում ես նորմը ինչ է։ Երկուսը նորմ է, մեկը չէ բարոյական, կրոնական նորմավորում է մեր կյանքը, մեկը իրավական, քաղաքական։ Իսկն հա, պրոստը նորմ են։ Ավելի կարևոր է դու ծանոթ լինես օրենսգրքին, այդ ավելի պրակտիկ նշանակություն ունի քո համար կյանքում, քան թե համանդրությանը։ Եվ ավելի լավ է ծանոթ եղեք քրեական օրենսգրքին։ Հնարավոր վատ իրավիճակներից խուսափելու համար։ Դեպքում ավելի լավ է քրդատին ծանոթ լինեք քրեական։ Այսինքն բան է, էլի, ոնց որ ենթադրվում է, ինձ թվում է, որ Սերժը այդ միտքը կար, որ համադրությունը ինքը այդ թագի ֆունկցիան է կատարում, որ ինքը տենց ինքնիշխանությունը փոխանցում է մեկից մյուսը, որտեվ ինքը տենց պետության հիմքում է կանգնած ու իրանով ապահովված է ինքնիշխանությունը ու ընդեղ է գրած որ մենք ինքնիշխան ենք, բայց այդ պետք է ենթադրել, որ օրենքը կառավարությունից բարձր է, ինչը practical level-ի վրա ես ոչ մի ձև չեմ հավատում։ Ոնց էլի, ես էլի ասում պատմությունը լավ բան է տալիս հասկանալու ինքնիշխանությունը գոնե իմ համար ես ինչ եմ հասկանում։ Էլ որ ասում եմ հարկեր, ով է սահմանում հարկերը եւ ով է ուշ կիրառում։ Հենց հասկանում ես այդտեղ ինչ որ բան սուբյեկտ, դա էլ քո բանն է, sovereignty-ն է։ Բացարձակ իշխանությունն է։ Ով որ կարաս ասես ձևավորել է, այդ արը ժողովուրդն է, եթե ձևավորում այդ սուբյեկտը, ում ժողովուրդն է, հանրապետության մեջ։ Մի հատ էլ թեմակավոր վերջացնես ասա։ Ինչ եմ ասում, որտեվ եթե պատմական զարգացումն ես նայում, ինչ որ տարածք է, որտեղ հարկերը շատ խառն են հավաքվում, մի մարդը մի 5 տարբեր սուբյեկտի հարկ է տալիս, տարբեր տեղ գնացող մեկը հասնում է Հռոմի բա Ֆլորենցիայում ինչ որ բազիլիկ են կառուցում, մեկը գնում է իշխանի արքունիք, չգիտեմ, որտեղ էլ այդ բողոքը ռեֆորմացիայի հիմքը, որ չեն հասկանում էլի, այս իշխանները ինչի ենք մենք ինչ որ անհասկանալի Իտալիայում վանքերի եւ տաճարների շինարարություն Գերմանիայում ֆինանսավորում Էտա կրոնի իրավունքների ազատությունն է եւ այլն, ու վերջով է բանը, պարտադրում, որտեվ եթե նայում ենք էլի ուշ միջնադարը արդեն նոր ժամանակների միջև տա Ռուսաստան միջև 1860-ականներ։ Նեք հարկերը ոնց են հավաքվել, էլի, մի 2-3 տարի առաջ էր իմ ամորսս բացահայտում, ցած վաու, էլի։ Կոպիտ ասած outsource էին անում, outcoup-շի կա Ռուսաստանում, ուրիշներ tax firm-եր բան, որ մարդ էին գտնում, ու վարդորն այլի տենց շոր տոհմական ցակումով մեկին, ով բաներ, կոպիտ ասած աուկցիոն կամ չգիտեմ, լիցենզիա են տալիս հարկ հավաքելու։ Ասում են, այս թուղթն է, արքունիքը թակավորն է, միապետն է, ասում եմ, ես պետք է այսքան հարկ գնա հավաքի ես թղթով, ասենք մի 4%-ը քեզ կպահես, էլի, կամ դե բանակցում էին բանում, բայց բան է, էլի, տենց շոր Ստեյության տեղել կա հարցարց, հիմա ով է տեղ սուվերեն էլի, որ լևի մարդը որ այդ բանն է հավաքում, մինչև այդ վերջը այդ բյուրոկրատացվում է, այսինքն այս պետությունն է դառնում, սկսում է դրանով զբաղվել։ Հիմա նայեմ, եթե տենց ենք վերցնում, կամ դու ասել ես բաներ, որտեղ ես կարող եմ ու լրիվ ուրիշ տեղ տանեմ ստեյից։ Ասա որ ես տանում ասեմ էլի, ես խոսամ թե դու։ Չէ, դու խոսա։ Չէ, կարող է ավելի լավ է շարունակում։ Չէ, չեմ շարունակում, դրա համար եմ ուզում դու ասել։ Ես ուզում էի բերեի Հայաստանի ներկայիս բան էլի, ոնց որ կուզեի հասկանալ ինչ զգացողություններ կան ինքնիշխանության մասով, որովհետև մենք ունենք մարմին, որին հարկ ենք տալիս, մեծ հաշվով հենց ինքն էլ ուժ ունեցող եւ ուժ կիրառողն է, եւ վերջին ընտրություններն էլ նաեւ նրա մասին են, որոնց որ իրենք ընտրված են։ Չէ, դու հիմա իշխանությունն ու պետությունը նույնականացնում ես։ Այսպես իրանք ընտրված են։ Ասում ես մենք հարկ ենք տալի պետությանը, իշխանությունն ինչ ենք տալիս հարկ։ Հա, բայց մենք ունենք իշխանություններ, որոնք այդ բանը կառավարում են եւ իրանք էլ սահմանում են քաղաքականությունը, հարկահանության եւ այլն։ Դե կապված չեն իշխանությունն ու պետությունը։ Ես ասում նույնական չեն։ Բայց ես չեմ ասել նույնական։ Ասածով նույնական, ասում ես ոնց ենք վերաբերվում։ Ոչ, Տիգրան, ես պարզապես թվարկում եմ, դու Չէ, ասում ես մեր զգացողությունը ոնց է մի մարմնին, որին հարկ ենք տալիս։ Զգացողությունը չեմ հասել, ես դա արձանագրում էի շարունակելու։ Հիմա արձանագրումը հետեւյալն է, որ կա ընտրված իշխանություն եւ կան մարմիններ, որոնց մենք տալիս ենք հարկ եւ որոնք ունեն ուժ գործադրելու ֆունկցիա ու ունակություն եւ նաեւ ուժ։ Իրավունք, նու դրանք նույնական են իշխանությունն ու պետությունը չեն պնդում տենց բան, բայց ոնց որ իրենք կապված են իրար հետ։ Իշխանությունն է կառավարում պետական մարմինները։ Հիմա զգացողության մասով մենք ունենք զգացողություն, որ մեր պետությունը, երրորդ հանրապետությունը ինքնիշխան պետություն է։ Ես եթե էլի պարադիգմայի մասին խոսամ, ինչ կարևոր է իմ զգացողությունը։ Ես չեմ գտնում, որ իմ զգացողությունը։ Հաշոտ ինչ զգացողություն ունես։ Լիքը։
Նայ, ոնց որ ինձ թվում է կամ ինքնիշխան է ու միշտ էլ եղել է, կամ չէ ու երբեք չի եղել։ Կամ մեկն է, կամ մյուսն է։ Ըստ որտեղ ես հիմա չեմ ուզում ասեմ ոնց որ այդ էլի գանք այդ որտեղ իշխանությունը կուտակված եւ այլն, այդ առումով, հա, ինձ թվում է բան վարչապետի ձեռը ինքնիշխանությունը կուտակված է, ինքը օրենքից բարձր է ու ամեն ինչ կարա անի։ Իմ շատ սուբյեկտիվ զգացողությունն է, բայց եթե վերցնենք հենց այն քաղաքական տերմինը, որը օգտագործվում է, որպես ավելի շատ անկախություն կամ անկախ գործելու իրավունք, հա, ու ենթադրվում է, որ այսքան ժամանակ միջև 18 թիվը Հայաստանը չի կարողացել գործել, ինքնիշխան չի եղել, իսկ հիմա գործում է, ինչը օբյեկտիվորեն չի անվազանում իրականությունը, որովհետև մենք մեկա գործում ենք ինչ որ ուրիշ երկրների պայմաններից դուրս գալով, կամ մենք միշտ գործել ենք ինքնիշխան ու հիմա էլ ենք գործում, եթե մենք խոսում ենք իշխանության կուտակման մասին, հա, ու ինձ թվում է, որ այս պայմաններում ասել, որ ժողովրդի ձեռն է իշխանությունը շատ հետաքրքիր ձև է, ոնց դու կարաս ավելի ավտորիտար կարգը ուժեղ հաստատես, որտեվ դու ոնց որ ուղիղ ասում ես, որ նո իշխանությունը ժողովրդի ձեռն է, այդ նշանակում է, որ ինքնիշխանություն չկա ներսում, ու քանի ինքը չկա, այն մարմնում, որում ինքը պետքա լինի, դու կարաս ամեն ինչ անես, որտեվ իրականում քո ձեռն է, դու կարաս բացառություն ասես, դու կարաս այդ ասելով, եթե ասելով ձևակերպելով դու կարող ես տանես ավտորիտարիզմի, այդտեղ ինձ թվում է խնդիրը նրանում է, որ ոչ թե ասելով, այլ դրան հակադրող բան չկա։ Հա, կենտրոններ չկան, էլի, եթե չկան կենտրոններ, որոնք պրոդեմոկրատիկ, այսինքն ժողովրդավարության կողմ ջատագով, չգիտեմ, պայքարող եւ այլն, կարան այդ բանը պահեն, կլինի ինստիտուտ, կլինի դատարան, կլինի քաղաքասարակություն, կլինի անհատ եւ այլն, ակադեմիական միջավայր, այսինքն եթե դա չի կարող պահի, ուրեմն չի կարող, բայց նես չի որ այն բանը է, այնտեղ մի կողմն է, ինքը ոնց սահմանեց խաղը, տենց էլ գնալու է։ ինձ թվում է, որ մենք հեսա կտենանք հետաքրքիր process, որ կգնա էլի այդ Շմիդտի բացառության այդ իրավիճակը, երբ որ մեր մոտ կգնա ուլտիմատիվ խաղաղության գիծը ու ցանկացած մարդ, որը ցանկացած ձևով կասկածի տակ է դնում դա, արդեն զրկված կլինի ինչ որ իրավունքներից։ Իր հանդեպ արդեն ռեպրեսիաներ են գործածվելու ինքնիշխանությունը պահելու նպատակով։ Առաջարկում եմ կարդալ նաև խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստը, որովհետև այն ինչի մասին Աշոտը խոսում է, իմ տպավորությամբ այնտեղ կա մի հատ հոդված, որը հենց դրա մասին է։ Ու եթե գտնեք որ հոդվածն կոմենտարներում հիմա մի շոր Տիգրանը թեթևանա կարակ դուրս գաք մի վարկանով Հայաստանից ես ուրիշ բանի մասն ասեմ։ Չէ, բայց կարամ ես Հայաստանի մասին։ Հա, եթե լավնաս ասել բան ասեմ։ Ուրեմն շատ երկար ժամանակ, տենց պատերազմի ընթացքում դաժե պատերազմից հետո 20 թվի, ես որ ասում եմ, հա, բայց Հայաստանը անկախ է, էլի, անկախ պետություն է, ոնց կարելի է ոնց որ տենց այդ զգացողությունը չունենալ, հիմա ոնց որ պարտվել է օքեյ, ոնց որ տենց լինում է, բան, ինձ մարդիկ ասում են, հալով դրա ինչն է անկախ, բան, տենց ինչ որ մարդիկ կային, հալով դրա ինչն է ինքնիշխան։ Ու առաջին անգամ իմ մոտ այդ վախենալու այդ զգացողությունը եկավ, ես էմոցիոնալ մարդ եմ Տիգրան, ես կարող եմ շատ բան ասեմ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում։ Դրա համար եմ ասում, որ ասես ոնց զգում ես, ես էլ էմոցիոնալ մարդ եմ։ Ընդհանրապես չէ։ Դրա համար ոնց որ նախորդ ոդկասթին ասում եմ, ես հակագիտական բաներ եմ ասում, հիմա էլ ես շատ էմոցիոնալ բաներ կարամ ասեմ, որոնք կարող է կապ չունենան ռեալ պոլիտիկի հետ, բայց եւ այնպես։ Իմ մոտ այդ վախենալու տագնապային զգացողությունը ինքնիշխանության մասով առաջին անգամ եկավ այն ժամանակ, երբ որ Ալիևը հայտարարեց սահմանադրության փոփոխության պահանջի մասին, հայտարարեց նու պայմանավորվածության եկան միջազգային դատանից հայցերը հետ քաշելու մասին, անկախության հռչակագրի այդ հողումը հանելու մասին ու սենց լիքը բաների մասին, ու մեր մոտ այդ նույն խոսույթը սկսեց տարածվել որպես ինքնիշխան որոշում Հայաստանի։ Այսինքն դա ներկայացվեց որպես Հայաստանի ինքնիշխան որոշում, որ այդ մեզ ոչ մեկ չի ասել, այդ մենք ենք որոշել, որ սահմանադրությունը պետքա փոխվի, բայց ես օրինակ մոնիտորինգ եմ անում, ես հետևում եմ, ես տենում եմ իրադարձությունների զարգացումը ոնց է լինում, որ հայտարարությունը որից հետո է լինում, ու ես սկսեցի տագնապել այդ մտքից, որ գուցե ավելի ազնիվ կլինի ասել, որ այդ որոշումները կայացվում են ուժի կիրառման սպառնալիքի ներքո, որպեսզի հանրությունը ոնց որ չկտրվի իրականությունից։ Դե ժամանակ ինքնիշխանությունը կասկածի տակ կդրվի։ Այո, բայց մեկը իմ կարծիքով ոնց որ
ուժի սպառնալիքի ներքո կայացրած այդ որոշումը ամեն ինչը շատ բարձր է դառնում, եթե դու ենթադրում ես, որ մենք ավտորիտար երկրում ենք ապրում, իսկ ավտորիտար լուբոյ կարգի միակ նպատակը իր կառավարությունը իշխանությունը պահելն է։ Եկում մեջ բանը ինչ-որ տարբեր տեղեր շուտ սուր բաներ ավտքեր է գալի երկու կողմից ավտորիտար կրոնական տեքստ ոնց։ Ասեմ, եթե մենք ենթադրենք, չկա պատճառ դες բան ենթադրելու։ Վիրտուալ իրականություններ Բայց եթե մենք ենթադրենք։ Անցած անգամ Տիգրանը ասաց, եթե մենք ավտորիտար լինեինք Աշոտ դու կարա իր sense Այս է դասի պատասխան դու չիմնավորեցիր տենց։ Չես ասի որ ես եղել է ավտորիտար։ Նշանակում է տենդենսա դու չես կարա բան ասես մենք բանը գնում ենք դեպի ավտորիտարիզմ, ես ամեն ինչը դրա, բայց մենք ավտորիտար ենք։ Մենք գնում ենք ավտորիտար, ես ասում եմ մենք ավտորիտար ենք ու գնում ենք вообще դիտատոր։ Ավելի վատ ավտորիտար։ Նա ոչ չեմ ուզում դրա մասին իջեմ, բայց իմ համար այդ բանն է, էլի ոնց որ դու չես կարա դուրս գաս ու որպես ղեկավար ասես ես կորցրել եմ ինքնիշխանությունը։ Իսկ երբ որ դու ասում ես էս իմ ինքնիշխան որոշումներ ու քանի որ մենք իշխան իհարկե հասկանալի է բոլոր sense հայտարարությունների կամ իրադարձությունների ժամանակ ռացիոնալ տիրույթում ես հասկանում եմ որ այլ կերպ հնարավոր չէ լինի այդ հայտարարությունը ես ինքնից ավելի լավ կընկալեի որպես մարդ բայց որպես քաղաքական գործիչ այդ ոնց որ ինքնասպան գալի աճի գալիս այդ բառերից դու կդնենք էլի հա պի դու կդնենք պի ոնց որ որպես մարդ որպես քաղաքական գործիչ այդքան էական չի ես հասկանում եմ հակառակ կողմը ինչ տրամաբանության մեջ է այդ ասում բայց ես նկատի ունեի որ առաջին անգամ այդ վտանգը որ ոնց որ մենք ինքնիշխան չենք հա որովհետև մեր այտենց երկարամի բազմամյա թշնամին կամ կուզեք թե հակառակորդը պարտադրում է ուժի սպառնալիքի ներքո, որ մենք կայացնենք որոշումներ մեր ինքնիշխան տարածքում, մեր օրենքների ու մեր հիմնադիր փաստաթղթի վերաբերյալ։ Էլի կարելի է վիճել։ Ինձ իսկականից հետաքրքիր է պահանջը իրանց ինչ է տալի իրականում, էլի, որովհետև ստեղ էլ ամենամեծ առավելությունը որ իրանք ստեյց տանում են, այդ կակրած մեր ինքնիշխանության ոնց որ բանա, կասկածի տակ դրնելն է, որովհետև եթե մենք հանեցինք անկախության հռչակագիրը սահմանությունից բոլորի ուղեղից վերացավ Արցախի երազանքը ու հայրել երբեք չեն գա։ Ես այսօր երբ որ գալիս էի նկարահանման էլի կարողա Տիգրանը դրա հետ չհամաձայնի, բայց մեկ-մեկ կան որոշումներ, որոնք կայացվում են պետության մակարդակով, այդ որոշում կայացնողները մարդիկ են ու դա ասենց կարելի է պրոյեկտել ուղղակի անհատական մարդկային հարաբերությունների վրա ոնց որ երբ որ դու մեկի հետ ունես երկար կոնֆլիկտ, երկարատև կոնֆլիկտ եւ դա չի վերացել, չի հանգուցալուծվել, դու միշտ ուզում ես ստորացնես եւ նվաստացնես եւ հնարավորինս թուլացնես իրան, որ առնվազն նվազագույնը ինքը քո համար սպառնալիք չլինի։ Դրա հետ համաձայն է որ մարդկայինի վրա կարաս պրոյեկտես, բայց կարաս ոնց որ դու բանն ես վատ ծայրահեղ վատն ես որ տենց մեկը ուզում է ամբերել, բայց կարաս որտեղ մեծահոգությունը պետք է ձեր չանելու համար։ Աբիժնիկ մի թողեք։ Հա։ Չէ, ես ասում եմ որ բան կա, ունեք առաջնահերթը բանը փող վստահության ցածր մակարդակն է, եթե ոնց ասում ես երկու մարդ եթե իրար հետ ինչ որ կոնֆլիկտ է ունեցել, իրանք իրար սուպեր չեն վստահելու։ Եթե նամանավանդ ինչ որ ինչ ասես կատարվել է իրար մեջ։ Ու ցանկացած բան թեթև շարժում է, տենց ինչ որ բան է, էլի քո համար առաջացնում։ Ես ասում եմ ոնց որ Աշոտի ասածը բացատրելու համար, որ ասում է առնվազն իրանք ստանում են, որ մեր ինքնիշխանությունը թուլանում է, ես ասում եմ որ առնվազն չի դա հենց գերագույն նպատակ է, որովհետև համաձայն չեմ որ կարող է այդեն ուզում ասեմ փող վստահության պակաս։ Ինձ թվում է կարելի ասենց ենթադրություն անել, որ դա մենակ փող վստահության պակասն է։ Մենակ ասում դա է հիմքում։ Կարող է տենց բան լինի, որ պահանջները ավելի ու ավելի աբսուրդ են դառնալու, որովհետև կարող է ենթադրություն կար, որ Հայաստանը չի դնելու իր ինքնիշխանությունը կասկածի տակ ու չէր ակնկալվում, որ ոնց էր շատ ձև կարելի է, կարելի ասել բանը կազուս բելի են փնտրում, պատերազմի առիթ են փնտրում, կարաս ասես ժամանակ են ձգում, որ այդ այսինքն ամենաանհավանականը, որ այդ արվում է նրա համար, որ իրանք ապահովում են իրանց տարանցքային ամբողջականությունը, այդ ամենաանհավանականն է, որտեղ այդ ոչ մի բան չի տալի դրան։ Ինչ ասես կարելի ասել էլի, այսինքն ես կարծում եմ, որ էլի քաղաքականությունը բանի մի նպատակի մասին չի, անում ես ինչ որ բան շուտ հին Արիստոտելյան միտքը ասում հնարավորությունների մասին է, էլի, այսինքն որտեղ է քո հնարավորությունը, ինչ կարաս ստանաս, էլի, ինչ կլինի ընթացքում կլինի։ Մեծ հաշվով էական չի, թե նպատակներից որ մեկն է ավելի
կարևոր իրենց համար, կարևորը այն է, որ մենք հասկանանք, թե այն քայլերը, որոնք արվում են, նրանք ինչ նպատակ են հետապնդում, որպեսզի դրանց հակազդելու տարբերակներ լինեն։ Տեսել իմ տրամաբանական հակասությունները, ասում ես կարևոր չի ինչ նպատակ են հետապնդում, բայց պետք է հասկանալ։ Ոչ, դու էլի սխալ ես մեկնարկում, ես տենց ասացի։ Ես ասացի կարևոր չի թե այդ նպատակներից որն է ավելի կարևոր իրանց համար։ Հասկանանք մենք որն է իրենց նպատակը հասկանանք։ Հա, որովհետև եթե ոնց ենք հասկանում, եթե կապ չունի ինչն է կարևոր, այսինքն մի քանի նպատակ կարան ունենան իրար տարբեր մակարդակների, բայց ամեն դեպքում հասկանում ես որն է նպատակը։ Ես երբ որ այդ միտքը ասում եմ, իմ մտքում պատտվում էր, որ մեկը կարող է ուղղակի տենց ինչ որ տղայական բանն է, պարտվողից հաղթող դառնալու նվաստացնելու միտումն է, մյուսը, ասենք, տարածքային ամբողջականության բան չէ, տարածքային ամբողջականության ինչ որ բան։ Ասենք իրանց, չգիտեմ, ներքին լսարանի համար, ներքին լեգիտիմություն ստանալու համար ինչ որ քայլ։ Հազար բան կարող լինի, ինձ թվում է ինքա բանը չի, դիսկրետ չի, այսինքն ասենք ինչ որ մի հատ չի, էլի, այդ իրանք միքսել է, տենց ինչ-որ նույնը Հայաստանում է, նույնը ամբողջ երկրներում է, քաղաքականությունը տենց ինչ-որ մի քիչ այդ ներքին լսանի համար էդի կարող է երկար չհամաձայնեմ, բայց տենց չեմ խորանա, որովհետև ներքին լսանի համար ինչ լինում է, դա մենակ ներքին լսանի համար չի լինում։ Դա ունենում է տենց այլ հեռահար նպատակներ։ Դրա համար եմ ասում, միքս է ինքը չես կարող ասես էսա այն, ինքը տենց ամեն ինչի հետ կապված, այստեղ էսա ավելի լավ աշխատում, մի քիչ դրա վրա շեշտը կդնենք, փորձում էլ են, էլի, նույնը ասում Հայաստանում ինչ որ բան տենում են, կարող լավ անցավ, հասարակություն, ուրեմն այս դրա վրա շեշտը կդնենք, չնայած կարող նպատակը ի սկզբանե ինչ որ գործողության լրիվ այլ լիներ։ Լավ, իսկ նայ այն ենթադրությունը, որ մեզ ուրիշ տեղ էիր ուզում տալ։ Հիմա ես լրիվ ուրիշ տեղ եմ տանում, հետո կգնամ այն մյուս ուրիշ տեղ, որ ուզում եի։ Երկու տեղ ունեմ, ձեզ տալու։ Կզեի առաջինը, եթե դե լավ չլի, գլակ մյուսը։ Ամեն ուրբաթ իմ ասելիք։ Ոչ, ենթադրությունն է, որ պետությունը պետք է ունենա ինքնիշխանությունը։ Դե չէ, ոչ թե պետք է, ցենց ասենք։ Չէ, առանց ինքնիշխանություն պետություն չկա, չես կարող ասես պետություն կա եւ ինքը պետք է ունենա։ Եթե չունի, ինքը էլ պետություն չի։ Այդ մեկա ենթադրությունն է, որովհետև պետությունն է ասես մարդը պետքա սիրտ ունենա։ Չէ, ինձ չի թվում, որ դա իրավիճակ է։ Կլասիկ իմաստով տենց է։ Նայ, նորից էլի չեմ ուզում շատ տենց անարխիստական թեմաների մեջ մտնեմ, բայց պետությունը շատ դեպքերում իր շատ էլեմենտները կարան կառավարվեն լրիվ առանձին, առանց ինչ-որ կենտրոնացման ու այդ լրիվ նորմալ է։ Ես ուրիշ բանի մասին ասում, որ կար այդ հենց ավելի տենց հին ընկալումը ինքնիշխանության, հա, կար այդ միտքը, բան չեմ էլի Հոբսի մոտ, որի մասին շատ ենք խոսացել, Ռուսոյի մոտ, որ եթե մենք չունենք ուժեղ իշխան, այդ ավելի վատ է, նույնիսկ եթե ինքը ինչ-որ վատ բան անարդարությունն է բերում, եթե մենք առանց իշխանության ենք մնում, մենք բոլորս բոլորի դեմ ենք, մենք գալիս ենք այդ nature state-ին, ու այդ ավելի վատ է, քան թե այն անարդարությունները, որ իշխանությունը մեր հանդեպ կարա կիրառի, հա։ Հիմա մենք всё շարունակում ենք այդ տրամաբանության մեջ ապրել։ Մենք շարունակում ենք մտածել նրա մասին, որ եթե ուժեղ իշխանություն չկա, դրա հետևանքը բանն է, քաոսն է, որը ամեն ինչը ավերելու է, ամեն ինչ ջարդելու է։ Ու շատ անգամ հիմա նույնն է դրան զուգահեռ պայմանագրի սոցիալական հանրային դաշինքի կբանն է կա։ Որին մենք երկուս էլ չենք հավատում։ Որ ասում ես բանն է, ես հա չենք հավատում, բայց ուզում եմ ասել, որ ասում ես հիմա մենակ այդ քաոսի բանն է, քաոսինը չի նայվես հիմնական պետությունների հիմքը ավելի շատ այդ դաշինքի գաղափարն է, էլի, որ գացա։ Լավ, ստե այդքան լավ չի, տանեմ եմ այստեղ։ Չէ, բայց կներես, այս մեր խոսակցություններից մի որ անդադ հիշում ենք Հոբսին եւ այլին, ցած միտք եկավ էլի։ Ասում որ այդ ասում է որ պատերազմա բոլորին դեմ պետությունը, չգիտեմ, կամ ռուսոն ասում է բան ինչ որ բարի վայրենիներ էլի, ասում եմ ինչ պետության բաները ստեղծում է այդ հասարակական դաշինքը, մարդիկ ազատ են ծնվում, բարի վայրենիներ են եւ այլ ավելի համագործակցային էս կողմենքո։ Ես մտածում եմ որ ոնց որ մենք մեր դատողություն իրանց մասածների մասին շատ կառուցում ենք էլի մեր ինֆորմատիվ, այսինքն որ պատկերացնենք մարդիկ այն ժամանակ առհասարակ թե պետությունից դուրս, հա այսինքն իրանք գաղափար չեն ունեցել հոմո սապիենսը ինչ ա եղել, էվոլյուցիա եւ այլն, իրանք տենց աստվածաշնչյան բանով պրիզմայով, որ սենց մարդիկ սենց են առաջացել ու սկսել այդտեղ ճկվել ասել են հա դե մինչև էտել ինչ որ խմբեր տողմեր կային,
բայց իրանք երբեք չեն տեսել, չգիտեմ, այդ ամազոնյան ցեղեր եւ այսինքն ինչ որ սենյակում փակված կոպիտ ասած Եվրոպա կանոնեք բանի մասով, որ շոկային ընկալում ա եղել այն ժամանակ եւ 18-19-րդ դարում, որ բազմակնություն այն իմաստով, որ բանը նա բան ինչ պետական կամ տոհմային վիճակներում հնարավոր է եղել, էլի։ Այսինքն դա ոնց էլի որ մարդիկ տենց բան են, էլի ոչ ընտանիքի մոդելում են ապրել։ Այսինքն ուզում եմ ասեմ, այդ մարդիկ, որ ասում ենք բոլորի դեմ բան, իրանք շատ բան են եղել, էլի տենց էլի մերպես ծայրահեղա, այսինքն տեսել են լավ չի, տենց ինչ որ պետությունը թույլ է, իշխանությունը կենտրոնական թույլ է եւ դրա համար ինչ որ քաղաքացիական անհանգստություններ կա, բան։ Դրա համար ասում են դե եթե էսի вообще չլիներ, այս ծայրահեղությանն են տալ, էլի։ Դրա համար բոլորի դեմ պատերազմ կլիներ, որտեվ հիմա ասենց թեթևի մեջ է, որ էսը չլներ вообще։ Ու տենց ենթադրել են, որ ուրեմն առաջ տենց է եղել, երբ որ չի եղել, էլի։ Մեզ նայ չի որ գիտությունը դա ապացուցում են, տենց հնարավոր։ Չէ, բայց էլ կապ պետք է չի կա, այսինքն հասկանալի է իրանց ենթադրությունը, որ էցա գալի։ Հա, այդ առումով։ Հա, ես հիմա ուրիշ բան եմ ուզում ասել, որ եթե մենք նորից գանք ինքնիշխանության, որպես ինչ որ տարածքում հաստատած քո իշխանություն բացարձակ եւ այլն։ Կարելի է վիճել նրա մասին, որ տարածքներից մեկը, որում մենք ապրում ենք, վիրտուալ տարածքն է, ուստեղ մենք կարող ենք արդեն խոսանք, որ կարող է մենք հիմա այդ անցումի մեջ ենք նոր ինքնիշխանության գաղափարի, որը ավելի դաժե հին է, բան տենց աստվածային է լինելու, երբ որ դու արդեն կորպորացիաների ինքնիշխանության մասին ես խոսում, որովհետև այսօրվա օրով, օրինակ ինձ մի հատ միտք շատ վախացնում է, որ մի քանի հեղափոխություն տարբեր երկրներում կատարվել է սոցցանցերի միջոցով։ Հա Հայաստանում քաղաքական սաղ process-ները Facebook-ից տենց ահագին օգտագործված են։ Ու եթե Facebook դրան նույնիսկ չմասնակցեր, ինքը առնվազն դիտարկող է ու գրանցող։ Հա հիմա ուրեմն սոցցանցերը հսկա տեխնոլոգիաներ ունեն, ցանկացած աշխարհագրական քաղաքական կարգ հաստատելու, փոփոխելու, ունեն անverջ ֆինանսական հնարավորություններ, մեր բոլորի մասին անverջ data, ունեն AI անալիզի համար։ Բան, էլի հետաքրքիր ասածում էլ հետաքրքիր հակասություն կա ինչի մեջ, որ դու ոնց որ երկուսով այդտեղ համաձայն են, որ պետությունը տենց սաստիկ մեծ տենց կիսաֆաշիստական ապարատ է, որը շատ կարող է։ Ինչ է եղել մի հատ կորպորացիայի հարց չլուծիկ։ Դու այդ հարթ բան ես անում, էլի, ասում ես դա այդ կորպորացիաները մեծ եւ այլն իմ ասել իմ կընկալում բան է էլի պետության բան է շատ հեշտ է բան է վերջերս ջարդել հենց դա որ չէ 100 տարի առաջ ասենք չգիտեմ 80 US Steel կար չգիտեմ Ամերիկայում մեծ տես կորպորացիաներ կային դասպատության անտիմոնոպոլի ակտ ընդունեցին մասերի բաժանեցին կային դասպատության բայց այդ պատմությունները անցել են ես վստահ եմ որ հիմա ցանկացած պետության չէ՞ լի ուժեղ գիտեմ Ամերիկայում այդ լավ չեմ հասկանում դրա համար բան չեմ Ամերիկայում մենք հիմա տենում ենք որ կորպորացիաները տեխնոլոգիական զարգացումը ուր կարող հասնի կոնկրետ process-ներ են սկսում որ ինչ որ օրենսդրական ինչ որ բանից դուրս գան վլիանիայից ազդեցությունից դուրս գան իրանք ավելի ու ավելի ինքնիշխանություն են ստանում հենց այդ process-ը տեղի է ունենում երբ որ իրանք սկսում են իրան սերվերները տեղափոխվում են հա այսինքն օրինակ TikTok-ի դեմ կռիվը Ամերիկայի որը ոչ մի բանով չավարտվեց ես շատ Տիգրանի հետ եմ համաձայն որովհետև եթե այդ որոշումը որ դուք տես մտածեք ինձ թվում է եթե ոնց որ որոշումը ունենան կամ դա ոսկի բարձր սպարգայի շարժկան բանանից ռեալ սպառնալիք լինի ոնց որ դրա հարցերը կլուծեն Այև որ դուք սաղ կդառնաք emoji այդ ոդկաստ Չէ, բայց ասենք ինչ է եղել, էլի քո ասած այդ ֆիզիկական ինչ որ տարածքում օրենքներում է, չգիտեմ, նույն Facebook-ը մետան, հիմա ստիփած Եմենում ինչ որ հարցերում, բանը Եմեն ասում է, ասես պետք է աշխատես, տենց է աշխատում։ ԱՄՆ-ն ասում է, ասես պետք է աշխատես, այսինքն այդ տարածքում նույնիսկ վիրտուալ տարածքը որ կա, այսինքն սերվեր-մերվերի մասին, մեկը ասենք data policy-ների եւ այլն ենթարկվում են այդ տարածքի կանոններին։ Բայց Facebook-ը մեկ այրա data-ն հավաքում է, իսկ Facebook-ը մետան ընդհանրապես data-ի բան է, կամպանիա է առաջին հերթին։ Նշանակ, բայց ես կարծում եմ, որ պետք բան է, եթե տեսնեն պետական իշխանությանը վտանգ կա, կարելի է կուլակաթափությամբ զբաղվել։ Կա կոնկրետ էսմիկ չարթն հա շատ դավադրապաշտական թեորիաների մեջ եմ մտնում, բայց կա կոնկրետ նենց օրինակներ, ոնց է Google-ը ազդել ինչ որ ընտրությունների վրա։ Ոչ հաջողված, կստացի։ То есть իրանք явно ավելի Hillary Clinton-ին էին հավակնում, բայց
իրանց ազդեցությունը կար, իրանք փորձում էին։ Իսկ քո Google-ը կոնկրետ ինչ սպეციფიկ բաներ էր անում։ Եթե այս անգամ չստացվեց, բայց մենք հասկանում ենք, չէ՞ որ սոցցանցերը 1001 հոգեբանական լծակներ օգտագործում են շատ հաջողված ուրիշ հարցերում։ Շատ բանի վրա կարա ազդի, հասկանում ես, այսինքն չգիտեմ, քո գործատունել կարար քո վրա ազդեր, իհարկե Չէ, համաձայն եմ, scale-ի ազդեցության եւ այլնի մասին ենք խոսում, բայց նկատի ունեմ ազդեցությունը շատ բազմապիսի է, եթե նույնիսկ նպատակային եթե լինի։ Այլ հարցա որտեղա որ բանը այդ մեծ կորպորացիա, Meta, Amazon եւ այլն, եթե սկսեն պետության դեմ դուրս գալ եւ պետությանը խանգարել, ինչքանով է, ով է հաղթելու կոպիտ ասած, էլի, այսինքն ինչ որ այդ Chuck Norris-նա թե Bruce Lee-նա ուժը ոչ որ պահի կարելի է մի հատ կնոպկա սխմել մի բան քսել գլխավոր օֆիսի վրա։ Չէ, որտեղ դու որ ինչի եմ ասում, էլի, որ քո վեճը որտեղից է գալի, ասում ես ինքնիշխանությունը կա պետական եւ որ այդքան ուժեղ չի, այս դարում որտեղ կան արդեն մեծ կորպորացիաներ, ես էլ ասում եմ այդ պետական իշխանությունը ամեն դեպքում այդ իր ֆիզիկական եւ այլ կոերսիվ ապարատով եւ այլնով կարան հանգիստ բան անեն, էլի, մասնատեն եւ մոռացության մատնեն։ Դենց դա որ ինձ թվում է որ էլի երբ որ մենք խոսում ենք օրինակ այ կա տարածք ու կա երկու հարևան երկիր, որ այս տարածքի վրա ուզում են իրանց ինքնիշխանությունը հաստատեն։ Այդ հակամարտությունը շատ բաց է միշտ, հա, կա ինչ որ բան գործակալությունների ինչ որ գործեր, բայց մեկը ինքը բավական հասկանալի տրամաբանություն ունի։ Որ մենք սոցցանցերի մասին ենք խոսում, կորպորացիաների, որոնք նաև շատ հարուստ են ու իրանք սոցցանցերի չէ, Amazon-ը սոցցանցերի չէ, Apple-ը սոցցանց չի, AI-ը բանը ChatGPT-ին սոցցանց չի, բայց այդ նույն կամպանիաներից է, որոնց մասին ես խոսում եմ, հա։ Իրանք իրանց լոբիստներ ունեն, իրանք կարան ներմուծվեն ինչ որ կորպորացիաներ, իրանք data-ի մեծ քանակներ ունեն, կամպրամատներ ունեն, հա, դու արդեն լրիվ ուրիշ կարգի հակամարտության հետ գործունես, երբ որ դու կարող ես ունենաս իրանց գործակալներին ամենտեղ դրված ու երբ որ այդ պահը գա որ պետությունը կարողանա ինչ որ բան անի, արդեն ուշ լինի։ Կարող է իրանց օրինակ որտեղ են իրանք բոլոր դատա ցենտրերը, իրանք մի տեղ են կուտակված, թե իրանք արդեն ամենտեղ տարբեր տեղեր տարածված են, ինչ կարգի իրանք կարան ուժ արդեն ֆիզիկական իրանց թույլ տան, եթե պետք լինի, քանի վարձակալված զորք կարան վերցնի, եթե տենց բանի հասնի։ 1001 բան, հետո ինչ կարգի իրանք կարան social unrest բարձրացնեն։ Դու իհնես իրանց դեմ, ինչ որ շատ բաժանելով վախենալով իրանցից, իսկ իրանք քեզնից սարքեն դիկտատոր, որը խոսքի ազատություն է փակում։ Շատ հեշտ արվող process է ինձ թվում։ Մի վախեցի դու չես տեսնի այդ ամեն ինչը։ Պրոստը բան է, այդ մի կողմի ուժն ես թվարկում, որը քա տենց է, բայց այն մյուս կողմի ուժը չես թվարկում, պետական իշխանությունը, բանը քո եւ բանի համար լսողի տենց շատ ռեալիստիկ է, բայց որ սկսես պետությունը թվարկել ինչեր կարա անի, օրինակ բանը մենակ Ցուկերբերգին որ սենատ կանչել են եւ հարցակնում են, դու տեղեր մարդիկ ովքեր տեխնոլոգիայից չէին հասկանում, չէ՞ կամ բանի վայթեմ ով Huawei-ի թե բանի ինչ որ բանի ասում եմ Չինաստանի քաղաքացի, հա բայց անգամ ասում ես Չինաստանի քաղաքացի չեմ, ինքը ասում է չէ դու ասում ես չինարեն խոսում բայց դու հիմա ոնց որ կովից ես չէ իմ ասած այնա որ դու պետական ապարատը այդ բանը state-ը ոնց է կռիվ անում ինչ որ բանի հետ որը չի հասկանում չի հասկանում, բայց ուժեղ է եւ կարա չհասկանալով ուղղակի ջարդի այդ ամեն ինչը, որովհետեւ վտանգ է տեսնում։ Ասում ես Չինաստանի քաղաքացի չեմ, ասում ես չէ դու հենց հիմա Չինաստանի քաղաքացի ես, դու էլ Ամերիկայի քաղաքացի ես։ Ես մի քանի անգամ ասեցի Չինաստանի քաղաքացի։ Կոմենտների մեջ բան կա շատ խնդալու, ասում ես սենյակից դուրս չեմ գալու, մինչեւ մեկը Չինաստանի քաղաքացի չլինի։ Ինձ մեկը Չինաստանի քաղաքացի է, կամ ես ով կաթես։ Հա, բայց այդ կարևոր է, որովհետեւ հիմա այդ state of exception-ը, որ ասում ենք, էլի նույնիսկ հարցում տեխնոլոգիական պատերազմի այդ սուվերեն պետությունը կարա ասի, որ այս տենց են բացառիկ դեպքն է, որ մասնավոր սեփականություն եւ այլն սուտ է բանման ու բանա, ինչ-որ հանրային վտանգ է, մենք բան ենք որոշում ենք անտիմոնոպոլիստիկ ակտով։ Բայց այդ դեպքում սոցցանցերը այնքան ավելի շատ ուժ ունեն, քան ցանկացած բացառված Սոցցանցերը ինչ է, comment, like, եթե մարդիկ կան, որոնց չէ, բոտերի ֆերմա, ուղղորդված քննարկում եւ ինչ որ պահի չէ, բայց եթե
ուղղորդված քննարկում, հիմա քաղաքական գործիչներն է, իրանց մեդիա բաները ունեն, չէ՞, այդ սոցմեդիան Հայրությունները։ հա, սոցմեդիան նաև բանա, չէ՞, ինչ որ leadership բանի, opinion leadership-ի, իսկ եթե քաղաքին բլոկեց, երբ որ պետք էր։ Հա, բայց ու ոչ մի ձև, ոչ մի Եվ Թրամփը ընտրվավ։ Եվ վերջերս բանը Twitter-ն է ծախվեց բանի, քաղաքական այդ դեպքը անհաջող էր, բայց մյուսը կարա հաջողված լինի։ Չէ, իմ ասած այն է, որ այս պայի դրությամբ կարող է մի պա ինչ որ հետ ենթադրենք։ Ես օրինակ կարծում եմ AI-ը եթե շատ զարգանա, կարա պրոստը ինչ որ բաներ ինքն իրան անջատի, եթե ավտոնոմ դառնա, էլի։ Այդ վաղ ավելի լուրջ ինսայթ ինֆորմացիոնն եմ, որ չէ, որովհետև շատ կայֆ հեսա ծրագրեր են դուրս գալու դրա հետ կապված, Palo Alto-ից ոչ որովհետև օրինակ բանա Anthropic-ի հիմնադիրը Ամոդեին բան ունի, տենց վերջս էսե ունի մի հատ, AI-ի վտանգներն է, էլի թվարկում, այդ Claude-ն է, էլի Claude-ի Anthropic-ի product-ը Claude-ն է։ Ու տես մեկը հենց ավտոնոմության վտանգն է, որ բան է, էլի ասում եմ, տես լուրջ խնդիր կարա լինի, ու շատ էլ է քննարկվի առանց իր ասելու, նես չի հնարում, բայց ոնց որ հիմա շատ ավելի շոշափելի է, էլի այդ վտանգը։ Բայց եթե թույլ կտակ state of exception-ի որ COVID-ի մասին ասացի, էլի, ինքը լավ հետաքրքիր թեմա է, որովհետև ստեյցիան մենք այդ տեսանք, որ ինչ որ պետություն սահմանում է, ինչ որ ասում եմ, տես նախ ինքը սահմանում է, որ սա արտակարգ իրավիճակ է, որտեղ նայենք Շվեդի, կարծեմ Շվեդիան էր, էլի, տենց էլ ոչ մի սահմանափակումներ մեզ չկիրառեց, անցան գնացին։ Ոստեյության հիմա այս կներեք կարող կոնսպիրոլոգիայի մեջ եմ մտնում, որտեղ կարելի է վիրոլոգիա, օրինակ մեկ քեզ կարելի է։ Չէ, օրինակ մտածում եմ կոնսպիրոլոգիա, թե չէ վիրոլոգիա, օրինակ վիրուսների բանով կարելի է բացատրել, որ դե հիմա չենք խոսում, չէ, COVID-ի մասին, ասենք մի 3-4 տարի է անցել, ու ոնց որ COVID-ով էլ մարդ չի հիվանդանում։ Չէ, հիվանդանում են, բայց ոնց որ այդ էպիդեմիա չի դառնում։ Էլի ուրեմն ասեմ հանրային բան չի այդ իմաստով։ Իսկն ոչ մի հանրային էլ վտանգ չի ներկայացնում։ Հիմա իհարկե կարելի է ասել, քանի որ իմունիտետա ձեռք բերվել շղթաները եւ այլն էլ այդքան լետալություն չունի, գուցե, բայց որևէ տեղ ես որևէ բանի չեմ հանդիպել, իմ խնդիրը կարա լինի, թե ոնց փոխվեց, էլի, բայց ինչ որտեղ փոխվեց այդ shift-ը, էլի, եղավ բանիդ հանրային վտանգավորության բանից, այնց անցում կատարեցին, բայց իմունիտետը չի բացատրում։ Դե ես հիմա ասում եմ Շվեդիայի օրինակ ունենք, որ ոչ մի այդ մեժորները չարեց եւ անցավ դրա միջով։ Հա, բայց Շվեդիայում շատ անհամաչափ մարդիկ են մանում։ Ես հիշում եմ այդ վատ հետևում էի։ Դե տես, հիմա էլի կարանք բան անենք։ Ես տարբեր օրինակներ կան, չեմ ասում տենց էր ճիշտը։ Հիմա այս այդ ժամանակ Կորեայում եմ եղել, Կորեանը հակառակն էր, ասենք Կորեայում այդ մի քանի միլիոնանոց 40-50 միլիոնանոց բնակչությամբ երկրում օրը 200 кейսեր ելնում, ամեն ինչ փակում են միանգամից։ Ես որ ասում եմ Հայաստանում տենց օրը 2000 ալնում, արդեն դուրս ֆրֆռում են, ինչա կատարվում, էլի։ Էլի այսինքն այդ տարբեր տեղեր, տարբեր ձև են այդ բացառությունը սահմանում, հանրային վտանգը։ Ուտեղ բան կա, մի հատ էլի հետաքրքիր ոչ շատ պոպուլյար, որտեվ նոր ժամանակների դեմ կա, փիլիսոփա կա Ջորջիո Ագամբեն, իտալացի է։ Իրավունքների մասին մարդու, որ ասում է, որ իրավունքների դեմ էր մարդու, որ իրանք բան են օգտագործում։ Ես իրա մասին կարդացել եմ, ոչ հիմա, էլի Շմիդտի լոգիկայի մեջ, հա։ Այնքան էլ է դրա մի քիչ փոխված state of exception-ի մասին խոսում, հա։ Ինքը բավական հետաքրքիր կերպ է Պազոլինի Agile վախ մի հատ Պազոլինի կինոյի մեջ էլ նկարվել բան որպես բան առաքյալ Սալոյի չէ ըստ Մաթեվոսի ավետարանը ըստ Մաթեվոսի մեջ ինչ որ մի առաքյալի դերում է խաղացել ու ինքը բանն է տենց ասում է ինչ որ Հռոմից եկող հին Հռոմից Homo sacer բան կա կոնցեպտ գաղափար այդ բանն ասում Հռոմում այն մարդներ որին որ բանա տենց որևէ բանի ինքը տենց էլ մարդ չի կորցրել այլ մարդկայինը իրան որ սպանես ոչ մի բան չի լինի կոպիտ ասած ոչ մի իրավական հետևանք եւ այլն բայց ինքը նաեւ բանա զոհաբերության համար նախատեսված չի իրան երբեք չես կարա զոհաբերես ինչ-որ բան էլ հակասություն էլ կա էլ այսինքն ինքը անկախության հռչակագրի բանն այսինքն ինքը ըստ էության պաշտպանված չի մարդկանցից բայց պաշտպանված է աստվածներից ինչ-որ տեն նույն ասում են արժանի չէին համարում զոհաբերելու այդ տրամաբանությունը տեղ այդ հակասությունը վերանում է բայց երբ որ մոռանում ես կամ հերքում ես որ այդ աստվածներն ու զոհաբերությունը կա ինչ որ ձև է պաշտպանություն ես տալիս էլի դուրս է գալիս
ինքը ասում է որ հիմա պետությունը նաև մարդկանց տենց է էլի վերաբերվում ինչ որ ձգտում է սահմանել այդ բացառության շրջանակը սա որոնք բան են տենց մարդու Ֆուկոյի ինչ որ բիոպոլիտիկսի մասին է խոսում որ պետությունը կյանքը կառավարելու առողջությունը սահմանելու դե Ֆուկոն էլ չի ասում խելագարությունը չգիտեմ շեղումները պետությունն է սահմանում էլի նույն ինչ որ պահի որոշվել է որ պետությանը տալիս են այդ բանը ուժը իշխանությունը նորման որն է ու ակլանյան որն է ասենք բանի նաև մարդու ֆիզիկական հակ ասում կա բանը այդ ֆիզիկականը ու կա իրավական բիոն ու զոն էլի այսպես ասած ու ասում է պետությունը ոնց որ տենց բան է գցում է սահմանների մեջ մարդկանց այդ բանի իրավունքներից զրկելու եւ այլնի օրենք նաեւ ատոմիզացնեն եւ այլն չկարողանա միավորվեն ու այս իմաստով այդ բանը կա էլի այսինքն կովիդը կարանք բան անենք իրան տենց բիոն կառավարելու մեզ բերելու բանի դաշտ այսինքն be your life ասում տենց տկլոր կյանք չգիտեմ ինչ որ տենց փուչ կյանք կամ տենց որ մենակ ինչ որ ֆիզիկական բան է որտես քո այս անվտանգության կյանքը ապահովելու համար դու այսպես ինչ որ բաներից զրկվում ես հետո տենց կարողա վերադարձնում կամ մասամբ է վերադարձնում բայց էլի հիմա այս Հայաստանը էլ չեմ ուզում Հայաստանի վրա կովիդի վրա կենտրոնանալ որտեվ ինքը էլի որպես փոքր պետություն շատ բան վերցնում կիրառում է շատ բան ինչ որ աշխատել է ինչ որտեղ բայց մենք մեծ երկրներում տարբեր հետևանքներ ունեցան էլի հա ես իրան կարծեմ գիտես ինչ կոնտեքստում էի իր մասին լսում ոնց շատ է խառնվել որտեվ ես շատ արագ էի պատրաստում այս վիպուսկին որտեվ մի քիչ շուտ ենք ձայնագրում կարծեմ ինքը այդ կոնցեպտն էր ասում ժամանակակից կենտրոնացման ճամբարների որ ժամանակակից չեն նացիստականներն էլ ու հետո էլ այսինքն խոսքն նրա մասն էր որ երբ որ մենք իրավունքներից ենք խոսում տենց մի հատ կայֆ ոդկաստ կա որ շատ եմ սիրում կոչվում է Philosophize This ես շատ վաղուց եմ լսում ու ինքը կոնկրետ տենց էպիզոդներ որտեղ ինքը ասում է նստա տարօրինակ է հնչում էլի աբսուրդ է հնչում նույն ձև ոնց որ Շմիդտի դեպքում շատ տարօրինակ էր որ լիբերալիզմը քրիտիկայի է ենթարկվում այստեղ էլ քրիտիկայի ենթարկվում է մարդու իրավունքները առասարակ իրանց արկայությունը որովհետև ասում եմ որ ոնց որ երբ որ դու սահմանում ես այդ իրավունքները ու իրանց այդքան բարձր տեղ ես դնում հետո երբ որ դու մեկին սահմանում ես որպես ոչ մարդ դու իր հանդեպ կարաս ամեն ինչ անես այդ հոմոսեքսուալ հա այսինքն դու պաշտպանելով ոնց որ իրավունքը կարաս հետո ինչ ուզում ես անես այն մնացած մարդկանց դեմ ինքը ասում էր որ ոնց որ ուրիշ բաների վրա պետք է այս խնդիրված լինել դե հա այսինքն ինքը դες այնքան ժամանակ է այդ ամեն ինչը մինչև այդ դեպքը չի լինում այդ բանը այսպես ասած այդ բացառությունը չի սահմանվում էլի այսինքն ինքը կարա տարի 20 տարի 30 տարի այդ դեպքը չլինի մինչև ոնց որ այդ բանի անվտանգության կամ արտակարգ իրավիճակի տակ այդ սահմանումը չի։ Դա չէ՞ էլի որ մենք վերջի անգամ այդ 40-ականներին ենք տեսել Գուանտանամո Բեյը կար խոսքի, որը էլի կոնտրաստացիոն ճամբար էր, նույն պրինցիպով էր։ Էլի բացառության սահմանում, այդ ինչն է այդ Կուբայի տարածքում ամերիկացիների ռազմական բանը ինչա շտաբ չգիտեմ շտաբ չի տարածքա որը չէին կարող որտեղ բանը terroristներին են տանջել եւ այլն ինչ որ ոչ իրավական գործընթացներ հա կասկածյալներին որը միտքը նա որ իրանք այդ ԱՄՆ տարածքում չէին կարող ունենալ այն իրավական որովհետեւ լիք process-ներ պետք է հասնեն այդ դաժե այդքան հերո պետք չի հենց այսօր ոնց որ հենց այս բային Ամերիկայում այսը չեմ շաբաթը մեկ մարդ է սպանում։ Շատ օրինակներ կա, այդ ինձ թվում է մի քիչ այդքան էլ դրա տակ չեն ընկնում, որտեղ օրինակ նույն չգիտեմ, թե Ամերիկայում, թե Հայաստանում գործադիր իշխանության սահմանների մասին է, էլի բաներ կա, ասում են դες չէր կարա աներ, հետո ոնց որ մի քիչ ձգվելու մեկնաբանելու հարց է, հիմա դե կարանք ասենք այդքան էլ բան չի էլի, բայց Գուանտանամոն լավ օրինակ է, էլի, որ ինքը տենց երկիրը ամբողջը շրջանցել է բոլորը կողմից այդ համաձայնությունը կան սահմանադրությունը շրջանցվել է մի հատ բան է սարքել ոնց է այս դեպրեսիվ կետից դուրս գալի այս քո համակենտրոնացման ճամբարներից որ խոսացիր մարդուն տենց աննորմալ բնութագրելու բանի ես հիշեցի իմ ամենասիրած գիրքը անտիուտոպիստներից Aldous Huxley Չքնաղ նոր աշխարհ կարդացեք այդ 3 հեղինակների մեջ ես եմ կստացի իրան ավելի շատ Զամյատինի կարդացել հա Զամյատինի Օրուելի ու ոնց որ
Huxley-ի մեջ, որոնք ըստ էության ոնց որ նույն բանի մասին են գրում, մեկը անազատության դիկտատուրայի մասին է գրում, մեկը ազատության դիկտատուրայի մասին։ Ինձ թվում է, որ Huxley-ի նկարագրած է այդ ազատության դիկտատուրան աշխարհը ավելի ոնց որ բան է, էլի, կայֆ է նա որ շատ են շեմ վերջի մի 10 տարին շատ են խոսում 1984-ից Ուսա ասում են դե մենք գնում ենք դեպի Օրվելյան աշխարհ, բան, անասնաֆերմա, բան ամեն ինչի մասին, իսկ Huxley նկարած աշխարհը շատ ավելի իրատեսական է, որ ասում է պետք չի լինելու ոչ մեկին տենց փագել, ամենից մարդիկ իրանք կհանձնեն իրանց բոլոր ազատությունները, եթե դու իրանց ոնց որ entertain անես։ Ու ես այդ հիշեցի քո ասացից հիշեցի այդ գրքում վայրենին, որ սենց բան ճաղավանդակի բանի ցանցի հետևում է շատ հետաքրքիր է։ Ունդե բաներ։ Վայրենին մենք սովորական մարդիկս էլի։ Այդ էի մտածում, ուզում եի ճիշտ հասկացա թե չէ, բայց այդ բանն է, այսինքն ինքն էլ է, ոնց որ այդ state Thomas Sankey-ն է, էլի, ինչ որ մարդուն, որ գծից են կոմենդեր են նորմավորումից, բանով տենց իշխանությունը ասել է, հեսա ու դու բանես իրան զրկել ես բանը էլ իրավունքների ձևը։ Պրոստը հանդա իր մոտ այդ գծից այն կողմ արդեն մենք ենք վայրենի, էլի։ Այս գեղեցիկ նոտայի վրա մի քիչ դեպրեսիվ։ Թույն выпуск էր նա самом деле, որտեվ բան է։ Դու ամեն մեկից հետո ասում ես։ Ինձ գնալով ամեն մյուսը ավելի շատ է դնում։ Ու ոնց որ բան է։ Համել հավես է, այդքան ինչքան գնում ենք արդեն ոնց որ sense թիմա ձևավորել, իրար հետ կայֆ ենք խոսում, էլի ինձ դզում արդեն ես գիտեմ ով ինչ դերերի վրա է մոտավորապես։ Ես բան եկել։ Ով ինչ դերերի վրա է։ Իջա։ Տենց է թողում եք։ Բանա։ Չէ, ես ասել եկել եմ արփին ասեմ լսի ես դենց էի սպասում ես օրը, որտեղ sense խառը թեմա է խորացել եմ ասում դենց զուր sense entusiasm միշտ։ Բայց հա, ես այս բան երևի այս podcast-ը ամենատենց իմ համար բանն է, ամենասիրածս գործունեությունն է, որ ես տենց ցախ շփատ պատրաստում եմ բան, որտեղ ես ջոգեցի որ քաղաքականությունը ինքս տենց վերջերս ինձ շատ դժոխ թեմա է, թեկուզ հենց կուսակցական քաղաքականությունը, բայց քաղաքական փիլիսոփայությունը անverջ դժոխ թեմա է, իր մասին վիճելն է հավես, իրան հետազոտելն է հավես, ես սրանից չպիտի խուսափես սաղ կյանք, էլի, էսի կարելի էր կամ կարդալ հետաքրքիր բաներ։ Բայց ես ասեմ, իմ ճնշումը պահիտակ բարձրանում է, երբ որ Տիգրանը տենց ինչ որ հարց է դնում, ասենց բայց ընդհանրապես դրա իմաստը այդ հարցի իմաստը։ Չէ, ես շատ եմ սիրում այս խոսակցություններ։ Ես չեմ ասում չեմ սիրում, ես ասում եմ ճնշումը։ Հա, իմ մոտ sense բան է անում, էլի այն միտքը որ sense պետք է հարցն ասի, մեկ էլ sense ասում հա, բայց դրա իմաստը։ Ասած իմ մեջ արձագանքում է Տիգրանի ձայնը։ Ոչ ասեք, մի բան հասկանալ էր ձեր համար, ինչ որ բան ջոգեցիք ինքնիշխանությունից, ինչա, ով է, ով ունի, ով չունի։ Քննարկում ծավալեք, ես կոմենտները որ կարդում եմ, ինձ իրականում բավականին հետաքրքիր է, ինչ որ մեկը քո այլ մոլորակայինների օրինակի հետ էր համաձայնել, եթե չես տեսել։ Դու էիր բերել այլ նորակայինին, Աշոտը ուրախացել էր։ Զարմանալի էր Աշոտը, որ տենց Տիգրանը տենց օրինակ կվերի, պետք է Աշոտը վերերը օրինակ։ Ինձ որ հետաքրքիր է բան արեք էլի, գրեք, բայց արդեն մեր գնալու ժամանակն է, շնորհակալություն, հետևեք Infocom-ին, Telegram-ում, Facebook-ում, YouTube-ում, բոլոր սոցիալական հարթակներում, like, share, subscribe